բարև բոլորին, ում հասցրեցի ձեռով բարևեցի, ում չէ այսպես բարև ձեզ։ Խորհրդի անդամության մասին ամեն ժամանակավոր է այս կյանքում, մարդու առողջությունը, դրա հետ կապված խորհրդի անդամություն կլինի, թե ինչ կլինի, այդպես է։ Ես սովորաբար խուսափում եմ բաներից, բայց այս թեման, որ պարոն Լալայանը Լուսինյանը զանգ տվեց ու առաջարկեց այս թեման, ինձ հոգեհարազատ թեմա է ինչի համար, որտեվ Արմենը նկարագրեց, ասենք իմ կենսագրության ընդհանուր արտաքին մասը, բայց բնական է, եթե 88 թվականին մասնակցել ես, եղել ես շատ երիտասարդ ու եղել ես ամենավերևում որոշումներ կայացնողների մեջ, գոնե ասենք Իգոր Մուրադյանի, Վաչե Սարուխանյանի ժամանակվանից սկսած, այդպես գնացել ես ինչի, ոչ թե ես իմ ինչ շնորհքով, ինչ գիտնական, ես իմ ինչ բան տղա է, կարող է միտքս ավելի պայծառ էր աշխատում, ավելի արագ էի կողմնորոշվում, բայց կար մի ամբողջ ինստիտուտ, Մերգելյան ինստիտուտը, որը այն ժամանակվա շարժման մասնակիցները պետք է հիշեն, ամբողջ Հայաստանի շարժման լոկոմոտիվն էր։ Եթե Մոսկվային պետք էր ինչ-որ դաս տալ ժողովրդին ոտքի հանելու, մեր ինստիտուտը եթե ոտքի չհելներ, ոչ մեկ չէր հելնում, վախենում էին։ Մեր ինստիտուտում, քանի որ 90%-ը բուհական կրթություն ունեին, իսկ միշտ այդ ու շփումները բանը ավելի շատ են իրար հետ, քննարկումները ավելի գլոբալ են, ոչ թե նեղ անձնականալ բան։ Մենք իրար հետ կարողանում ենք հեշտ լեզու գտնել ու որոշում կայացնել, որ պետք է գործադուլ անել ճնշման համար, որ ժողովրդին օրինակ ցույց տա, ու այդպես էր, որ ես արժևորվեցի շարժման մեջ։ Այս թեման ինձ շատ հոգեհարազատ էր, որովհետև ի սկզբանե սրտանց նվիրված, ամբողջ զգացմունքներով, ամբողջ կյանքը դրած, չվախենալով մահից, չգիտեմ ինչից, սովետ, KGB, մի հատ պատկերացրեք, էլի, հատկապես երիտասարդները չգիտեն այդ սովետն ինչ բան էր, այդ KGB-ն ինչ վախենալու բան էր, դա իրականություն էր, ոչ թե միֆ է, այլ իրականություն է եղել ժամանակին։ Ու այդ վիճակում այդպիսի պայքար տանել են մի ինստիտուտում առաջնորդել, որտեղ ամեն հարկում առնվազն 3 KGB-ի բան կար, ներկայացուցիչ կար, որոնք գնում ասում էին, միջանցքում ծխելուց ով ինչ խոսած, դե մնացած ժամանակ նստած ծրագիր ես գրում, աշխատում ես, դա հետաքրքիր չի, բայց այդ ինստիտուտը սովետական միության военно-воздушные силы, հիմա կոչվում է военно-космические силы, военно-воздушные силы, ռազմաօդային ուժերի ծրագրավորումն էինք անում մենք, ռազմաօդային ուժերի ծրագրավորում ենք, ես մաթեմատիկ ծրագրավորող եմ, նաև տնտեսագիտական թեկումով կրթությամբ։ Ու այդ ձևի ինստիտուտում ժողովրդին ոտքի անել, շատերին հիմա դա ֆանտաստիկա կթվա կամ կասի, այդ ուրեմն KGB-ն է ասել ոտի կանգնեք, հիմա այդպես է, չէ՞, ասենք իշխանությունը ասում է ոտի կանգնեք, մեկ էլ էս կուսակցությանը հանում աղում առաջ են, մյուս, չէ՞, ասես պայմանավորված, բայց այն ժամանակ այդպիսի բան չկար։ Այն ժամանակ սովետի ժամանակն չի պետք է թույլ տային, որ ինչ-որ պետք է ժողովրդի մեջ, այսին Արցախ խնդիրը այնքան էր հասունացած մեր ազգի մեջ, եկել հասունացել էր այնպիսի բան, որ կրակ էր պետք։ Հիմա ով տվեց կրակը ինչի, բայց Իգոր Մուրադյանն էր կատարող ու շատ լավ էր կատարում, ժողովրդը ոտքի կանգնեց։ Հիմա այդ ամբողջ նվիրումով, այդ տարիքում ես կաշխատեմ այս սկիզբը բացատրեմ, թե ինչի է սա շատ կարևոր հարց իմ համար, այս ամբողջ կյանքում, ավելի կարևոր է, քան Նիկոլը թուրքական ագենտ է, թե ռուսական ագենտ է, թե կեսնել մի ոտնել Եվրոպայի բաների մեջ մցրել մաշիկների մաշված, նույնիսկ կներեք բան անեմ, ողբերգության վրա, որ հիմա շատ են մարդկանց ուղեղը բան անում են, երկամյա երեխայի կորուստը, չէ, որ հիմա էլ գազաներն են տարել, ման են գալիս և իմ համար էդի շատ ավելի կարևոր է ամենօրյա կյանքում այս խնդիրը։ Ինչու 88 թվականի շարժումը, որ վերածվեց անկախական շարժման և 90 թվականին առաջինը հայտարարեցինք անկախության հռչակագրով, անկախության սկիզբը, այն ժամանակ ռիշ չէինք անի անկախություն հայտարարենք, սովետը կար,
ամբողջ իր ատրիբուտները կար, ասենք մենք քչերս գիտենք, որ թուլացել է տնտեսապես քայքայվել է եւ այլն, որի հետևանքով ի վերջո բոլոր երկրները անկախացան սովետական հանրապետությունները։ Բայց 90 թվականին մեր հաշվարկով անհնար էր, որ Հայաստանը հայտարարեր անկախ ու պատերազմ հայտարարեր սովետական միության կենտրոնին, այսինքն Կրեմլին։ Այսինքն հիբրիդային պետք է գնայր անկախության։ Հիմա դա կոչվում է հիբրիդային, չէ՞, երբ որ մի բան միանգամից չես անում, այլ աշճանաբար ես անում, եւ եղավ անկախության հռչակագիրը։ Հիմա այդ նվիրումով, նման հազարավոր մարդկանց նվիրումով անկախության հռչակագիր 99%-ով գնացինք անկախության հանրաքվեին կողմ քվեարկեցինք, որ պետք է լավ լիներ, ու ստացվեց ինչպես Չեռնոբիլին էր ասում, ուզում էինք լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ, այսինքն վատ։ Ու այս վատը իր մեջ մի հատ մեծ վատ բան ունի, որ մեր ժողովրդի մեջ են մարդիկ, որ սկզբանե անկախություն չեն հասկացել, ինչա դեմ են եղել, հիմնավորում են ստացել։ Այս չէր ձեր անկախությունը։ Բա մտածող մարդը պետք է մտածի, արդյոք էսի օբյեկտիվորեն անկախություն է, թե ինչ որ բանի պատճառով, ասենք, ամեն մարդ իր մեջ մտածի, կարող է իր պատճառով է նաև, իր ինչ որ բանի պատճառով այս վիճակը բերեց անկախությունը։ Դե բնական է, այդ հարցը ինձ միշտ հուզել է, այդ հարցը հուզելու եւ պատասխանների փնտրտուկը բերել է ինձ աշճանաբար աճման։ Այսինքն ես պետական անկախ պետության գաղափարախոսությունից իրականացման մեխանիզմներից հեռու եմ եղել, ինչպես հիմա ասենք տիզերագնաց լինելուց։ Բայց աշճանաբար կյանքի փորձով համոզվել եմ, թե ինչն է պատճառը, որ այսպես ստացվեց։ Եվ այս թեմայի կարևորությունը իմ համար նրանումն է, որ հատկապես երիտասարդներին, որոնք ակտիվ են, որոնք էներգիա ունեն, որոնք նպատակամղված կարող են լինել, գնալ, պայքարել, դրոշ բռնել, պետք է լինի ջարդել, փշել, չգիտեմ ինչ, այն ինչ որ մենք անում էինք 88 թվին, այդ իմ երիտասարդ դեղած տարիներին, բայց այդպես էլ այդ այբուբենը պետություն կառուցելու այբուբենը չհասկանում ու կառուցեն այս ձևի երկիր։ Ասենք ի՞նչն է եղել սխալը։ Ուրեմն վերնագիրը ինչպես է, ներողություն, Հայաստանի Հանրապետությունը 90 թվականից 25 թվականները գաղութային համակարգի հաստատման եւ զարգացման փուլերը։ Հայաստանը 18-20 թվականներին բոլորը գիտեք երևի այդ պատմությունը, որ իսկապես անկախ պետություն էր, չէ՞, առաջի անկախ հանրապետությունը 1919, 18, 19, 20։ Ուրեմն իմացեք, որ Հայաստանը այդպիսի մի պատմական բախտ ունեցավ անկախ լինելու 1990, 91, 92 թվականներին։ Կարծես մեր ճակատագիրն էլի, որ համատում ես 3 տարի, ինչի 90, 91, 92, ինչն է տարբերություն էլի, ինչ եղավ 92 թվականին, որ ես համարում եմ, որ վերջնական վեկտորի ուղղություն դրվեց, որ Հայաստանը պետքա չանկախանա, անկախ պետություն չպետք է դառնա ու այս ձևի պետություն պետք է դառնա։ Այսինքն քաղաքական անիրավություններ, գանձագողություն, պետություն ընդդեմ ժողովրդի, ոչ թե պետություն հանուն ժողովրդի, իշխանություն ընդդեմ ժողովրդի, այն որ այս վարչապետը ասում էր ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, ու արես ճիշտ հակառակը, չէ, հիմա բոլորն են տուգանքի եւ ամենուրեք բոլոր բնակավարներում, այ մենք ունեցանք պետություն, կառուցեցինք պետություն, որի կառավարումը բերեց այն բանին, որ Հայաստանը աշխարհում հայի համար ապրելու ամենավատ երկիրն է, ոչ թե ասի խոսքի գեղեցկության համար եմ ասում, հա գլուխդ կախ, որ իրավունքներ ազատություններ չունեն, բավարարվես քո այդ 110-ից 180-200, ես միջին աշխատավարձ եմ ասում էլի, չասենք այն մարդկա 2 միլիոն աշխատավարձ ստանում կամ Գազպրոմում ասենք 20 միլիոն ամսեկան, դրանց մասին չեմ ասում։ Ընդհանուր այդ սոցիալական անարդարության եւ այդպիսի համակարգ ստեղծելու պատճառը ի՞նչն է ի վերջո։ Պատճառն էր, որ մեր ժամանակ մենք եւ ես վստահում եմ, որպես այդ ժամանակ ղեկավարներից մեկը նստած է մեր շարժման ակտիվ մասնակիցներից կարող է հաստատել, որ այն ժամանակ մեր խոսքը օրենք էր,
այդ խոսքեր ոչ թե հենց այնպես դեսպոտի խոսքեր, այլ մշակված ես Մերկելյան ինստիտուտում երբ անհրաժեշտ էր լինում ոտքի էի հանում ժողովրդին, բայց այդպես չէր, որ ես գնում եմ ասում ժողովրդը եմ գործադուլ ու բոլորը ասում են Ալբերտը որ ասում է գործադուլ եկեք ելնենք, հա, բարև ձեզ։ Պետք է հավաքվեին, քաթաթ բացատրեին ինչի համար այդ բացատրությունը բերում էր բոլորին այդ գիտակցան ու ամեն մեկը դառնում էր երկու Ալբերտ։ Մեկը Ալբերտից երկու անգամ էր ինտելեկտով բարձր, դառնում էր երկու Ալբերտ, մյուսը հավասարում էր։ Ուզում եմ ասեմ, որ այն ժամանակվա շարժման բնույթ այդպիսիներ եկանք, բայց ոչ մեկս ես իմ վրա եմ ասում ու ճանաչելով բոլորին ասում եմ այն ժամանակ ու մինչև հիմա չեն հասկացել ինչի պետություն չկառուցեցինք ու ինչա պետք անել պետություն կառուցելու դա ավելի մեծ հայրենասիրության դրսևորումով չի մեծ Հայաստանի պահանջով չի կամ չգիտեմ եւ այլն այբուբենն է որ եթե դու ուզում ես պետություն կառուցես ապա ինչ պետք է անես օրինակ ես ասեմ փուլերը որ բաժանել եմ փուլերի Շատ պարզ փուլեր եմ նշել։ Ուրեմն առաջի փուլը 1990-92 թվական, 88-90 թիվը թողան, դա շարժման փուլեր էր, անցումային փուլեր սովետական պետությունից ինչ-որին պետության, անկախացման փուլեր։ 90-92 թվականները ժողովրդական ժողովրդավարական կառավարման փուլեր են իմ համար 90-ից 92 թիվը ինչու առաջին անգամ ընտրվեց Գերագույն խորհուրդ որտեղ չկար բացարձակ մեծամասնություն կոմունիստներ կային լիբերալներ կային եւ կար մեկ դաշնակցական Ռուբեն Հակոբյանը լիբերալ դեմոկրատներ սոցիալ-դեմոկրատիան հնչակյան կուսակցություն անկախականները առանձին չէին, Պարուր Հայրիկյաններ, Աշոտ Նավասարդյանը, բայց այդպես առանձին բլոկ չէին, էլի, բայց այսինքն ներկայացված են, բոլորը կային ու այն ժամանակվա Գերագույն խորհրդում այնպես չէր, որ պետության ղեկավարը ասեց սենց բոլորը, ասենք, որոշ ընդդիմադիրներ դեմ լինեին եւ բոլորը ասեին ասելա պետք է անենք։ Պատկերացրեք Ալբերտ Բաղդասարյանը լինելով Որչի Սամվել ջան, կլերես չէի նկատել։ Բարև։ Ուրեմն ես լինելով հայոց համազգային շարժման վարչության նախագահի տեղակալ, բայց այսպիսի տեղակալ չէ, որ գլուխը կախ շեֆը նշանակել է տեղակալ, ինքն էլ կատարում է։ Ընտրովի, որի համար ինքը շեֆը հավասար են եւ մյուս բոլորն էլ իր համար Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ հրաման հաներ, մինչև չբացատրեր, մինչև չհիմնավոր մի հատ էլ չգար ազգային ժողովի հիմնավորելով էր քվեարկողը։ Եվ կարող եմ մատնանշել լիքը դեպքեր, որ եւ դեմ ենք խոսել, եւ դեմ ենք քվեարկել, եւ փակուղի ենք մտցրել ու փոխվել է։ Էդի 88-90 թվի շարժման ոգիներ, որ բոլորիս մեջ կար ու եկանք։ Այդ ժամանակ մեկ հոգու իշխանություն չէր, Լևոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ էր, բայց ընդամենը Վազգեն Մանուկյանը վարչապետ էր, բայց հաշվետու էր ազգային Գերագույն խորհրդի, նախարարները նշանակել է բերում էր հաստատման, հին սովետական օրենք էր, մի քիչ կոպիտ օրենք էր, բայց փոխադարձ հաշվետվողականության խնդիր էր լուծում։ Մենք քանի որ պետությունից չէինք հասկանում, հետ են վերադառնում խոսքի սկզբին։ Ու քանի որ Վազգեն Մանուկյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ առաջացել էր հակասություն, որ հետևանքով վարչապետի բերած նախարարները չէին հաստատվում Գերագույն խորհրդում։ Զուտ քաղաքական բանով, որ քեզ չենք ուզում, քո նախարարին չենք հաստատում։ Այս հակասության վրա մեր անգրագիտությունը ես իմն եմ ասում, բայց վերագրում եմ բոլորին։ Այդ ժամանակվա քաղաքական էլիտային, ընդդիմադիր, անկախական, որտեղ ոչ մեկը հակառակը չի ասել են ընենց անենք, որ նախագահը մերը դառնա ոչ թե քոնը, ոչ մեկը չի ելել պայքարի, որ ասենք մեն իշխանություն հաստատող օրենքները սխալ են, իսկ մեն իշխանություն հաստատող օրենքները առաջինը 91 թվականին ՀՀ նախագահի մասին օրենքներ։
այն որ 95 թվի սահմանադրության մեջ գրեցին ամբողջությամբ իշխանությունը տվի նախագահին ավելի կոպիտ ձևով։ Այդ նախերգանք եղել է 91 թվականի ՀՀ նախագահի մասին օրենքը, որտեղ գրվել է դատախազնելա նախագահին, ուժայիններն էլ, հարկայիններն էլ, կառավարությունը, այս ասում եմ ինչի համար, որ ապագայում, երբ որ պետություն կառուցելու, մասնակցելու հնարավորություն կունենան ինձ լսողները կամ ընդհանրապես, հասկանան, որ կարևոր չէ այս մարդուն ես դրել, թե այն մարդուն, իմ մարդը դնելով, իմ ուզած պետություն չեմ կառուցում։ Ցանկացած մարդուն առնում են, ծախում են, առածին նորից են ծախում, ծախածին մի հատ են առնում։ Ուզում եք 90 թվից միլիոն օրինակ բերեմ, որ հրեշականը ոնց է դառնում բան հանրապետական, ետրապահը դառնում է, то չգիտեմ ինչական, նույնը դաշնակցական, նույնը մյուսը, այսինքն այդ բաները, որ անձերով ենք պայմանավորվում, հետո մենք բոլորս գիտենք, չէ՞, քանի հայրենասեր անձի, մեկ էլ ինչ-որ ժամանակային փուլ աստու, որ դավաճաններ չենք իմանում։ Դրա դասական օրինակներ են Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, որոնք ժողովուրդ են ընտրվել։ Սերժի ու Ռոբերտի մասին չեմ ասում, որտեղ նրանք երբեք չեն ընտրվել, նրանք ժողովրդական հերոսներ չեն եղել։ Նրանց բանը զորով դրել են։ Հիմա առաջի փուլը 90-92 թվականի փուլն է, որտեղ իսկապես կար ժողովրդավարություն եւ շանս կար Հայաստանը ճիշտ ուղիով գնար եւ դառնալ անկախ պետություն։ Բայց քանի որ մենք պետությունից չենք հասկանում, կրկնում եմ, մենք ստեղծեցինք կառավարման այնպիսի համակարգ, որ մի հոգուց կախված լինի ու չհասկանալով մի պարզ բան, որ փոքր երկրները, փոքր ժողովուրդները, մեծ տնտեսական, ռազմական պոտենցիալ չունեցող ժողովուրդները այդպիսի շռայլություն, երբ որ իրանց թույլ են տալիս, իրանց ենթարկում են կատաստրոֆիկ վտանգի, որովհետև կան արտաքին ուժեր, որոնք այդ պետությունում շահեր ունեն, ուզում են այդ պետության ղեկավարեն, ազդեցություն ունենան այդ պետության վրա։ Ազդեցություն ունենալու լավագույն ձևը կամ իրանց մարդուն դնեն այդ պետության ղեկավար, կամ ղեկավարին առնեն։ Եթե ոչ են ասում, ոչ են, խփում են ղեկավարին, փոխում են իրանցով։ Լևոն Տեր-Պետրոսյանը 90-ից 92 թվականի 91-ի նոյեմբերին ընտրվեց նախագահ, բայց իր իշխանության համակարգը այնքան թույլ էր, որ ինքը միանձնյա որոշումներ չէր կարողանում կայացնել, որովհետև հակառակ կողմը բոլորս էլ կարող էին հակադրվել, հենց որ մի բան դուրս գար, ոչ Հայաստանի շահերից Ռուսաստանի թելադրանքով եղել են այդպիսի բաներ, անպայման դեմ էին լինում եւ ինքը սկսեց մարդկանց առնել։ Ասենք դասական մի փուլ եկա, որ դիմադրողական շարժում էր առաջացել հենց ՀՇ-ի ներսում։ Ու ինքը շարժման վերխուժկային, այսպես ասած, վերևի մարդկանց բոլորին առավ։ Ու ես ասենք օրինակի համար եմ ասում, մարդկանց վատաբանելու համար չեմ ասում, ոմանք կհիշեն այդ մարդկանց, ոմանք չեն լսել, չեն ճանաչում։ Սետրակ Հովհաննիսյանին առաջի Հայաստանում մարզը ստեղծեց Արմավիրի մարզը, տվեց Արմավիրի մարզպետ։ Ու Սետրակ Հովհաննիսյանը այսօր ստեղ լրիվ ուրիշ բաներ խոսում, վաղը եկավ ճիշտ հակառակը խոսած քվեարկեց, վաղը քվեարկություն պետք է լիներ մի հարցով։ Սա զարմացած տանում ասում, եւ դու Սետրակ։ Եկել պարզվում որ գիշերները նշանակել մարզն ստեղծել, մարզպետ է նշանակել։ Ինքը պետք է դեմ քվեարկեր։ Ներսիսյան Գագիկ, լսած կա կամ չկա։ Նշանակվեց Նայիրիտի տնօրեն, որը ոչ մի կապ չուներ Նայիրիտի հետ, ոչ մի բան չուներ, նշանակվեց Նայիրիտի տնօրեն։ Գրիգորյան Ավետ նշանակվեց առողջապահության փոխնախարար։ Աբգարյան Երջանիկ նշանակվեց Տամուժնիայի պետ։ Ես ուզում եմ ասեմ մեխանիզմներ էլի, ոնց են մարդը մեր մարդը լինի, մեր ընկերը, որ երեք իրար հետ խոսում ենք, մյուս օրը իրար հետ էսա ճիշտ է ու դեմ ենք, քվեարկում ու կազմակերպում ենք այդ ամեն ինչը, մեկ էլ մի օր տենում ես, որ մնացիք 4-5 հոգի, 20 հոգուց ղեկավար, մնացիք 4-5 հոգի, որոնք հավատարիմ մնացին։ Ասենք մեկին առաջարկել էին, մեր Աշոտին առաջարկել էին Ադամանդի գործանի տնօրեն չէր համաձայնվել, հենց որ ասեմ, բայց վաղ պիտի դեմ քվեարկես, միակ մարդը, որ չէր համաձայնվել։ Չէ, Հունանյան Աշոտ, ինքը հայտնի չի։ Ինքը հիմա իր տվել է հավատի, հեռացել է աշխարհիկ կռիվներից։ Լավ, որ չերկարացնեմ, Մանչարյան Աշոտի մասին էսա կխոսեմ։
բայց ոչ թե իր անձի մասին խոսելու, չէ, ինքը բանը այդ որոշողների մեջ չկար, ինքը միշտ եղել է ստվերային, ինքը այդ վարչության որոշողներ, բաներ, ինքը սերի կարդինալի դեր է կատարել, ինքը երբեք հանրային բանով եթե հանդես եկել միայն ռուսական շահերով հեսա կգա մտեղ։ Ուրեմն 90-92 թիվը դա Գերագույն խորհրդի Հայաստանին աստեղային ժամներ, որտեղ շանս ուներ պետություն կառուցելու 1919-20 թվականների նման։ Ի տարբերություն 19-20 թվականների, երբ որ Ռուսաստանը ոտքի կանգնեց Թուրքիայի հետ միացավ եւ Եվրոպան ու Ամերիկան ոտերը քաշեցին իրեն ինքը ամրապնդվեց, ստեղ կորցրեցինք։ 1992 թվականին Ռուսաստանը դեռ թույլ էր։ Ելցինյան Ռուսաստանը շատ թույլ էր, որ ուժ կիրառեր, բայց արդեն իր ներքին համակարգերը դրանք 300 կամ 1000 տարվա կայսրություն են, մեր նման չեն, որ այսօր որ մտքով անցավ գրենք մի բան մոգոնենք, 1000 տարի մշակվել է, եկել է, թե ոնց վարվեն գաղութների հետ, կայսրություն նշանակում է գաղութներ ունենալ, նշանակում է գաղութների կառավարումը կազմակերպել, դեռ Լենինի ժամանակ ազգամիջյան խնդիրը ոչ միայն Ռուսաստանի ներսում այդ իր մինի կայսրությունը ապահովելու խնդիր էր, այլ ազգամիջյան խնդիրը այդ արդեն սովետ սարքելու խնդիր էր, չէ՞, Լենինի համար ազգերի խնդիրը մի բան գրում էր, ուրիշ բաներ անում, ուրեմն 92 թվականին, 90-92 թվականին համաշխարհային շարժումները այնպես էր քաղաքական զարգացումները, որ եզակի հնարավորություն էր Հայաստանի համար պետություն կառուցելու, ինքնիշխան պետություն կառուցելու, ասածիս իմաստը նորից են է, որ մարդիկ ովքեր որ լսում են, հաջորդ փուլում հասկանան, իշխանության գալը չի կարևոր։ Այս համակարգով Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերցեք, տվեք ինձ։ Մի ամիս հետո ես կդառնամ դավաճան։ Ինչու՞, որտեղ մի հոգու իշխանություն նշանակում է մի հոգու որոշում, այդ մի հոգուն միշտ կարելի է ճնշել, որոշում կատարել, ուղղորդել, խորհրդականերով, տնտեսագետներով, մյուսներով գալ, բարի բաներով ուղղորդել ու ինքը չհասկանա ինչպես է մնում փոսը։ Եվ կաշառել ի վերջո։ Ուրեմն 90-92 թվականին 88 թվի շարժման շունչը բերել էր, որ մեզ շանս կար էցի բաները, բայց քանի որ անգրագետ էին քաղաքականապես, բոլոր նրանք ովքեր քվեարկել են ՀՀ նախագահի մասին օրենքը, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացվել է նախագահի ձեռքին։ Դրանցից մեկը ես եմ եղել, ես խոստովանում եմ իմ քաղաքական անգրագիտությանը, ամենամեծ սխալը, որը կատարել եմ քաղաքական անգրագիտության հետևանքով, որովհետև չեք պատկերացել անկախ պետություն կառուցել, չկա, Գարեգին Նժդեի մոտ չկա այդ բանը, Արամ Մանուկյանի մոտ չկա այդ բանը, ոչ մեկի մոտ այդ աշխատությունները չկա, որ կարդամ, ու ասեմ հայրենասիրության մասին, բարոյական դաստիարակության մասին, ազգանվիրումի մասին, ամեն ինչի մասին կա, ինքնազոհողության մասին, ազնիվ լինելու մասին, բայց դա բավարար չի անկախ պետություն կառուցելու, դա անհրաժեշտ պայման է, բայց բավարար չի։ Բավարար լինելու համար պետք է կառավարման համակարգից հասկանաս եւ կառավարման համակարգը այնպես անես, որ ոչ այսպիսի ծայրահեղությունը լինի մի հոգու իշխանության եւ ոչ էլ մյուս ծայրահեղությունը, որը բերում է ամենաթողության եւ անտերության։ Այսինքն այնպես է անում, որ բոլորը իրար հետ պատասխան տան ու որոշում կայացնող չկա։ Մի բանի համար, որ շատ են որոշում կայացնողները, պատասխանատու չկա եւ դա անպայման էֆեկտիվ չի աշխատում։ Ասենք միշտ Ամերիկայի օրինակներն ենք բերում, բայց Թրամփը եկավ ասեց, որ ամերիկյան սիստեմն էլ արդեն մահանում։ Ամերիկյան սիստեմն էլ, ես իմ փաստորեն այն չէր, ինչ մենք պատկերացնում ենք մեր մեջ։ Լավ, սա մի փուլ էր։ 92 թիվ, 93 թիվ, ինչ կատարվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանը, ես կիսա թողեց այն ցուցակը, որ ասում էի, շատ կային այդ ցուցակի մեջ, եւ նույնիսկ ասում եմ մի կին ատամնատեխնիկ կար, Աստված հոգին լուսավորի, այդ մեկին էլ պաշտոն չէին գտել տալու, վանուն տվել էր Երևանի պատմության թանգարանի տնօրեն, որ Բորիս էլ դեմ քվեարկեց, ասի Բորիս ասի, չէ որ քո ձեռքից բռնած իրար հետ բերել ենք, ասիր, ես որ լինեմ այդ ամբողջ մարդուն ու բանի տարածաշրջանը, վարչության անդամ եւ ես քեզ դարձի, դու ինչի դեմ քվեարկեցիր երեք կողմեր, կանչեց առանձին անկեղծ էր, իմ հետ ասեց երեք վանուն կանչեց, ասեց գիտեմ որ քաղաքում տուն չունես միշտ գնում գալիս ես դժվար է քո համար
առաջիկա մի տարում տնով կապահովեմ, մեկ էլ աշխատավարձ կգրենք բան, այդ Երևանի պատմության թանգարանի տնօրեն, իսկ ասեմ Երևանի պատմության թանգարան չուներ այդ ժամանակ։ Այդ շենքը առել էին, ինչ որ նկողներում էր լցված, թանգարան չկար որպես այդ չեղած բանի տնօրեն էր նշանակել, իջել այդպես գնաց։ Ուրեմն 92-93 թվականից սկսվեց այդ բանը։ Սկսվեց այդ բանը, ակտիվ մարդկանց բան անելը, վերբովկա անելը եւ այլն եւ այլն։ Նույնիսկ ասենք 93 թվականին Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին քվեարկելու համար մենք կազմակերպել էինք ու ՀՀՇ-ից մի ագինստվար զանգված, մենք արդեն դուրս էինք ՀՀՇ-ից, բաներ դեմեր, բայց բոլորին մշակել էին, մի ձայն չէին կարողանում բավարարեին, ինչ արեցին, Դաշնակցության դեպուտատներից մեկին, Վարդենիսից, որը հետո դարձավ Հայաստանի գլխավոր զինկոմը, ինքը եկավ կողմ քվեարկեց։ Իսկ ինքը իրականքով կողմ չէր քվեարկել, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Դաշնակցության մեջ պայմանավորվածություն եղավ, որ մի ձայն պակասումա տվեք, իրանք էլ որոշեցին դրան տալ, անուն ազգանու չեմ հիշում, գիտեմ որ դարձավ զինկոմ։ Հենրիկ Մուրադյան, հա, կեցես, Հենդոն, հա։ Ու այդպես այդ օրենքի հիման վրա, երբ որ դատախազությունը ենթարկվում նախագահային, մյուսը ենթարկվում նախագահային, մի հոգով կարող էին կառավարել։ Եվ 92-93 թվականից այնքան իշխանություն Լևոն Տեր-Պետրոսյանը ամրապնդեց, որ արդեն անցավ ամբողջությամբ բենիշխանական կառավարում, նախ պարոն նախագահից դարձավ շեֆ, իրեն ոչ մեկ պարոն նախագահով էլ չէր դիմում, ասենք փոքր շրջապատում, կամ իր մոտ մտնելու շեֆ ինչպես ես, Վանոյին էին այդպես դիմում, մեկ էլ Վազգեն Սարգսյան։ Իրանք էլ իրանց մասշտաբով, փոքր մասշտաբով էին այդ ֆյուրերիկներ, բայց ինքը ընդհանուր ֆյուրերներ։ Ու այդ 92-3 թվականից այդտեղ կարող ենք բան անել, գնահատականի խնդիր է, որ թվից կոնկրետ, մինչև Լևոն Տեր-Պետրոսյան հրաժարական 98 թիվը ես համարում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի անցումային շրջան։ Այդ էլ մի փուլ է։ Անցումային ինչ շրջան էր։ Ամբողջ ժողովրդով Հայաստանում տարածված ոգով, որ անկախական է եւ պետք է Հայաստան անկախ պետություն լինի, դարերի երազանքը մեր պապեր իրականացնենք եւ այլն, սկսեց կոտրելու process-ը։ Մեկին առնելով, մեկին ճնշելով, մեկին գնդակահարելով, մեկին այդ ժամանակներ, որ շատ էր գնդակահարությունները, բաները, վախի մթնոլորտը, Վազգեն Սարգսյանի ու Վանոյի արած գործը հիմնականում ի՞նչն էր։ Վախի մթնոլորտի ստեղծումը Հայաստանում։ Ես չեմ քննարկում Վազգեն Սարգսյան լավ մարդ էր, թե վատ մարդ էր, պատերազմի ժամանակ հաղթող եւ այլն տարբերություն։ Այդ թեմա որ քննարկենք, այդտեղ էլ կխորանամ շատ ուրիշ բաներ կասեմ։ Բայց պետության կառավարման մասին եմ ասում։ Պետության կառավարման տեսակետից, ասենք Վանոն եւ Լևոնը իրենց Վանոն եւ Վազգենը իրենց չափով այդ անկախության ոգին ժողովրդի ոգինի վերջի հետ դու ուզում ես պետություն կառուցես, դու ժողովուրդը ոգով մասնակցի, դուխով։ Այս հիմարի բառը օգտագործեցի, դուխով չէ, մտքով, նվիրումով, անձնազոհությամբ, նաև տեսնելով հեռանկար եւ հասկանալով Լևոն Տեր-Պետրոսյանը սպանեց այդ ամեն ինչը։ Սպանեց ինչով։ Ամենակարևոր բանը պետության կառավարման հիմնական բանը, որը սահմանադրությունն է, մենք չենք այն ժամանակ ասում են թող տալի, որ ես բացատրում եմ, որ ես սահմանության մեջ, որ ես ամեն ինչը գրած է, ՀՀ նախագահի մասին օրենքի սախ կետեր արտագրած են, բաներ խորացրած է։ Ոք այնտեղ ավելացված էր բանի Խարտյան, Հելսինկյան Խարտյան եւ այլն մարդու իրավունքներ, բան, սա բառեր, էլի, բառերի կույտ կա, որ եվրոպական է դարձնում մեր սահմանադրությունը, բայց ըստ էության տոտալիտար ռեժիմի հաստատման սահմանադրությունը օրենքով ամբողջ աշխարհը սահմանադրությունների վրա է հիմնված։ Եթե ասեն Անգլիան սահմանադրություն չունի, ասողը անգրագետ է, չի ուսումնասիրել Անգլիան, չի պատկերացնում որտեղ սահմանադրական օրենքներ կան։ Եթե ասում է Իսրայելը սահմանադրությունի չի ուսումնասիրել Իսրայելի օրենսդրությունը, որ հասկանա սահմանադրությունը ինչ է, դժվար փոփոխելի օրենք, որ հիմքը ստեղծի։ Ամերիկայում 250 տարի արդեն մի սահմանադրություն, ճիշտ է 62 փոփոխություն արել են, փոքրիկ, ըստ կյանքը զարգանում է։
Բայց օրենքի նման չի, հարկային օրենսդրության նման չի, որ գարնանը մի օրենք անեն։ Մեկը սկսի բան բերել, ասի Նիկոլ ջան, գնում եմ ասենք, ես ինչ ապրանքը բերեմ, կառավարությունը սորը որոշում է ապրանքը ազատել հարկերից։ Կամ դրա NDS-ը իջեցնել էսքան, այն մյուսինը բարձրացնել։ Սահմանադրությունը այդ բանից զրկում է եւ ուղղություն է տալիս։ Իսկ այդ ուղղության զարգացման մեջ կարա այսպես թե այնպես տատանումներ լինեն, գող փիսո նախարարների, վարչության պետերի, մարդու կողմից, բայց ի վերջո այդ տատանումները սահմանադրություն վերջում դնում է մի ուղիղ հունի մեջ։ Մի օրում չի կառուցվում պետությունը, բայց եթե գիծ չունես պետություն կառուցելու, 100 տարում էլ չես կառուցի, իսկ մեր նման 30 տարում կքանդես վերջնականապես։ Ուրեմն հաջորդ փուլը այդ փուլն էր, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգենի, Վանոյի, իր նախարարների մի հատ էլ դրանց միջոցով բան արեց։ Սկսեց կոտրել այն ոգին, այն նպատակներ, այն հույսը եւ ընդունեց 95 թվականի սահմանադրությունը, որը կտրուկ դարձած մենիշխանական պետություն Հայաստանը, սահմանադրական մենիշխանական։ Բայց պատկերացրեք 88-ից 90 թվականի շարժումն այնքան հզոր էր, այնքան ուժ ուներ, որ հստակ հակակառավարական ուժեր կային Հայաստան, հստակ, որ չէին վախենում Լևոն Տեր-Պետրոսյանից, Վազգենից, Վանոյից, ու ժողովրդի կողմից կարևոր աջակցություն էին ստանում։ Այսինքն այդ ազատության շունչը, որ ժողովրդի մեջ կար, սրանք էլ արդեն կենսունակ էին, արդեն կարող էին ինչ-որ բան անել։ Դա անում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի անցումային շրջան, դա մեր հոգեբանության մեջ, մեր ազգային իղձերի մեջ կոտրեց ամեն ինչը, բերեց որ ընդ որում դա սովետական վիճակի վերականգնում էր, կենտրոնի քարտուղարից կախված եւ այլն, բերեց մի տեսակ մեզ իջեցրեց հողի վրա, սովետական հողի վրա, մենք դարձանք բան, մեծ մասը, մենք ասելով, ես նկատում եմ մեծ մասը, դարձան վախեցած կամակատարներ։ Սկսեցին Վանոյից վախենալ աստվածացնել, Վազգենից վախենալ աստվածացնել եւ այլն։ Այդ անցումային շրջաններ, որտեղ կոտրեցինք հոգեբանրուն, եւ դրա բնական տրամաբանական շարունակություն եկավ երկրորդ հաջորդ փուլը։ Հաջորդ փուլը դա երրորդ փուլն է, ես գնահատում եմ դա որպես պայմանական, դնում եմ Ռոբերտ Քոչարյանի փուլ։ Ռոբերտ Քոչարյանը ինքը փոքր մարդ էր, որ ինքը գար ու փուլ ունենար սարքեր։ Այստեղ է գալիս, որ արդեն ռուսական կայսրությունը սկսեց վերականգնել, ծրագրեր մշակել։ Դա սկսում են թույլ կետերից, Հայաստանը թույլ կետ էր, օրինակ Վրաստանը թույլ կետ չէր։ Վրաստանին 30 տարի պետք եղավ, որ բերեն հասնեն մեր 98 թվականի վիճակին, ասենք թե։ Այս Բիձինա Իվանիշվիլի բայց էլի չեն հասցրել, որտեղ ընդդեղի ժողովուրդը դեռ ոտքի է կանգնած։ Հələ ի վիճակի է կանգնի պայքարի ինչ-որ գաղափարների անկախության համար, իրենց ազատության համար։ Եկավ Ռոբերտ Քոչարյանի փուլը, Ղարաբաղից բերեցին, ինչ հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը ուժով, տանկերով իշխանությունը փորձեց պահել, 96 թվականի ընտրությունների մասն եմ ասում, որտեղ Բաբկեն Արաքցյանի գլուխը ջարդվեց, Արա Սահակյանը տնք թնքում էր հերոստատեսության, ասում էր փայտը ցավոտ էր եւ այլն։ Ու բերեցին Ռոբերտ Քոչարյանին, որը ուղիղ կախվածության մեջ է Ռուսաստանից, բնական է, որ Ռուսաստանը աշճանաբար ավելացնում էր, այնպես չէր, որ մի հատ Լևոն Տեր-Պետրոսյան ուներ։ Այնքան մարդիկ կային, Ղափանցի Արմեն կար, մի հատ էներգետիկայի նախարար կարծեմ աշխատեց, մահացավ հետո ռուսքից, Արմեն, ով է հիշում է։ Չէ, Մովսիսյան, Ավետիսյան չէ, Ավետիսյան դա հարկային տեսություն։ Արմեն Մովսիսյանը ինքը ուղիղ ռուսական ագենտ էր, որը կատարում էր ուղիղ ռուսական հրամաններ։ Վերին տվին էներգետիկայի նախարար, Հրազդան այդ հանգույցը տվեց Ռուսաստանին, ջեկը եւ այլ Գազպրոմ, հայ Ռուսգազարդը 30 միլիոն պարտքի դիմաց թե ինչքանի տոկոսը տվեց Ռուսաստան, այդ ձևակերպում են ու տալիս էին այդպես։ Հետո անհայտ գնաց, մահացավ գնաց։ Այդպիսի լիքը կամակատարներ ուներ, ամեն մեկը իր տեղ։ Ու դրանց միջոցով Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ սկսվեց ինչը։ Գաղութի ռազմականացումը։ Հիշում եք Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ կարգ ու կանոն պետք է լինի, բան, ինքը կարգ ու կանոն էր, չէ՞ ստացվում, շատերն էլ կան ասում են, այն ժամանակ կարգ ու կանոն կար։
Ցանկացած իշխանության կարգու կանոնն անհրաժեշտ, գաղութային իշխանությանը պետք է ենթարկվելու կարգու կանոն, Ռոբերտ Քոչյանի ժամանակ չէր կարա մեկը մի գործարք աներ, ու այդ գործարքի հաշվետվությունը Ռոբերտ Քոչյանի սեղանը չլներ, փայ չլներ, ոչ թե 50-50 էժան բանի մասին եմ խոսում, այլ դա այն տնտեսական համակարգ էր, որ պետք է ուղիղ ենթակայություն ստեղծեր գաղութի համար, կառավարելիությունը բարձրացնելու համար։ Կառավարելիությունը բարձրացնելու համար հենց այնպես չի, պետք է որ մարդկանց հարստության այդ շոկոլադը ցույց տան, որ մարդիկ հանուն դրա իրենց սկզբունքները վաճառեն, գնան եւ այլն, բայց այդ բոլոր օրենքի տակ մտցնելու համար կա հիմքը, սահմանադրությունը։ 95 թվականի սահմանադրության մեջ ինչ որ չափով բաներ կային, հələ դեռ Հայաստանի վիճակել միջազգային ասպարեզում այնպես էր, որ եվրոպական երկրները բանը պահանջում էին սահմանադրության փոփոխություն, ասենք մենք որ քչով էինք ստեղ ասում ենք որ սահմանադրությունը պետք է ճիշտ անկախության նպատակին ծառայող սահմանադրություն լինի, եվրոպացիները ճնշում են, Ռոբերտ Քոչյանը մի անգամ փորձեց, չստացավ 2003 թվականին 5 թվականին փոխեց, բայց Ռոբերտ Քոչյանը փոխեց ինչի համար, այնտեղ նախ մի նախադասություն ավելացրեց, որ նախագահը պատասխանատու չէ նախագահ եղած ժամանակ իր գործողությունների համար, այսինքն անպատասխանատվության կետը մտցրեց, որը պետությունը քանդելու համար մեկ բանն է։ Ոնց կարող է ինչ-որ մեկը ցմա ինչ ուզում ես անես, ինչա թե դու պաշտոնյա ես, լավ թեկուզ պետության ղեկավար։ Դրա համար փոխեց, այսինքն ինքը արդեն գիտեր, որ ինքը ուր է գնալու, հələ դեռ այն ժամանակվանից էր նախատեսել Հայաստանի ամբողջական հատկացումը Ռուսաստանին, բայց դա ավարտվեց գույք պարտքի դիմաց, քիմիա Պուտինի հետ, то չգիտեմ, ասած բաներով, բայց նաև Ռուսաստանին ձեռ չէր տալիս այդ փուլում Հայաստանը ամբողջությամբ մտցնել իր մեջ։ Ինչի ձեռ չէր տալիս, հետո կասեմ։ Քանի որ դեռ այնպեսի վիճակ էր, որ Հայաստանը Եվրոպա բան խաղի մեջ էր եւ Ռուսաստանի թույլտվությամբ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը եւ մնացած կամակատարների կատարմամբ, ուրեմն ինչ արեց։ Ստիպված էր իշխանությունը փոխանցել հաջորդին։ Այդ հաջորդին ինքը չի որոշում ում տալ։ Այդ հաջորդը պետք է լինի մարդը, որը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փախել է Մոսկվայում գողերի հանցագործել, այսինքն ԿԳԲ-ի ամենաներքևի բաների հետ հարաբերություններ հաստատել եւ այլն ուղարկել են ստեղ, եկել է, այս աշխատել, Սերժ Սարգսյանն եմ նկարագրում ես, եւ իշխանությունը պարտավոր փոխանցել Սերժին, փոխանցեց մարտի 1-ով 2008 թվականին։ Այդ եկավ արդեն Սերժ Սարգսյանի փուլը։ Բայց դա արդեն այդ փուլը ոչ թե Սերժ Սարգսյանով վերջանում է, այլ 2008 թվականից առ այսօր։ Նիկոլ Փաշինյանը նոր փուլ չի սկսել։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի քաղաքականության շարունակողն է, ամբողջությամբ, իմ համար, իմ գնահատականով ինքը նոր բան չի արել։ Սերժ Սարգսյանը սկսեց աղդամի իմ հայրենիքը չի, կոռուպցիան, ես իմ ինչ արեց են Զաքարյան ինչ էր կոչվում ժողովրդական կոմիտեի ասում էր Իշխան ջան 100 միլիոն 200 միլիոն հասկանալի է այս ինչ ես գրել 5 միլիարդ այդ տղա դա պետքան ղեկավարն է ասում եթերով հերոստատեր այսինքն Ռոբերտ Քոչյանը այդպիսի բան չէր ասի նախ Ռոբերտ Քոչյանի ժամանակ Իշխան Զաքարյանը այդպիսի բան չէր ասի, այդ ուրիշի խաղերի մեջ, ասենք Ծառուկյան Գագոյի կամ Ավետիսյան բանի խաղերի մեջ այդպիսի բան չէր ասի։ Պետք է Ռոբերտ Քոչյանի թույլտվություն ուներ, այնի կենտրոնացված կառավարում էր։ Երկրորդը Ռոբերտ Քոչյանը երբեք դες բան թույլ չէր տա, կաբինետում այդ չափալախեր կասեր, այդ տղա գոնե 100 միլիոն լեր հասկացանք։ Այդ ինչ 5 միլիարդի պատմություն ես ելել լոլոկարտում առանց ինձ ասելու։ Սերժ Սարգսյանը իր բնույթի համեմատ լոլո կարդացող տղա ինքը թույլ ասեմ որ մինչև 92 թիվը երևի ասենք բարևելուց աչքերը չէր կարող բարձրացնել ու անունով դիմեր ասենք ասեր Ալբերտ ես իրան Սերժ եմ ասում ինքս պարոն Բաղդասարյանն էր ասում չգիտես քի ես ոչ մեկ եմ դեպուտատ եմ հիմա քանի է դեպուտատ կա որոնցքի անունները չեք ուզում տակ
ուրեմն սկսվեց սրափուլը ինչն էր աստիճանաբար հիբրիդայինի վերջի փուլով հայերի մեջից կամքը հանել սաս թուլացնել կաշառքով ամեն ինչ թուլացվի ամեն ինչը գնա ու բերեց իշխանությունը շատ խաղերի արդյունքում Մոսկվայի հետ իր հակասության Պուտինի եւ այլն որ ինքը թույլ ղեկավար եղավ ապրիլի 4-օրյա պատերազմում 16 թվականին չկարողացավ այն ծրագիր իրականացնել որ Նիկոլը հիմա իրականացրեց 5000 զոհ տալով այդ պատճառով ինքը անընկալելի էր Մոսկվայի համար իրան ուզում էին հանեին եւ Մոսկվայից պարբերաբար գալիս էր մի հատ Կարմիշալյան կար Կրեմլում Պուտինի մոտ այնի էր գրում որ Կրեմլում որոշել են Սերժից ազատվել եւ Սերժը դեմ գնալով ասաց չէ ես պիտի բնամ ու մնաց վարչապետ այդ կազմակերպեցին արդեն Նիկոլը խլեց ջահը եւ ինքը դարձավ ջահակիրը Սերժին փոխարինելու բայց Սերժին փոխարինելու առաջի բանն էր որ ժողովուրդ աշրետ հրապարակում ասաց Մարիա Զախարովան մեր մասին ասաց որ դա ոչ մի գունավոր հեղափոխություն չի դա մենք ընդունում ենք նորմալ բան է այսինքն մեր կոնտրոլի տակն է մեր ուզածն է այսինքն մինչև այդքան որ իրենց ներկայացուցիչը եկել էին Նիկոլը հանդիպել են բնական է որ Նիկոլը այն կետերը որ դրել էին ես վստահ եմ 5 կետել ինքն է ավելացրել հայրս այդպիսի բաներ ունեցել են չէ ղեկավարն է շատ ասենք բանը Կրեմլը ասում էր 8000 մարդ գնդակահարել հանուն սոցիալիստական, կոմունիստական բաների հանրապետման Միկոյանը իր կողմից ավելացնում էր 800 հոգի գալիս էր ստեղի կենտկոմի քարտուղարը 500 հոգի իշխնում էր գյուղապետը 3 հոգի էր ավելացնում տենց ավելանում էր այնտեղ 8000 էին ուզել վերջում պարզում էր ասենք 15000-ը պետք գնդակահարել հիմա նրանք որ եկել են Նիկոլին դրել են կետերը թե ինչերը պետք է անես որը Կարեն Կարապետյանը պետք է աներ, Կարեն Կարապետյանն է նախ։ Ես վստահ եմ, որ Նիկոլը 5 կետ ավելացրել է։ Բայց քան որ Նիկոլը լուրջ խաղացող է, լուրջ են իմաստով, որ ոչ սկզբունք ունի, ոչ հայրենիք, ոչ սրբություն, ոչ բարոյականություն, ոչ ընտանիքի գաղափար, ոչ մի գաղափար, քանի որ չկա իր մեջ, ինքը ինչ ձևով որ Պուտինին է խոստանում այս բաները եթե կարողանում ես մյուս կանեցել փող աշխատի ասենք ստեղ էլ փրկությունն իր իշխանություն ինքը հասկանում է որ եթե մենակ Պուտինով գնա իրան որպես մաշված լատ կհանեն կշպրտեն ինչ որ մի ժամանակ հետո ոնց որ Սերժին են անում ոնց որ մյուսին հատկապես ինքը Սերժինման մի բան չի կարողանում անել Հայաստանը որոշում կայացնի որ ինքը ասենք միացել է Ռուսաստան, Բելարուսին հրաժարվում իր անկախության հռչակագրից։ Հիմա սկսել է այդ process-ը, բայց Ալիևի պատվերով։ Ալիևն էլ այդպես չմտածեք, որ մենակ ինքը Իրանով է պատվեր տալիս, ինքն էլ թելադրանքներ ունի Ռուսաստանի կողմից համաձայնություններ։ Ոչ միայն Էրդողանի կողմից ավելի քիչ, քան Պուտինի կողմից, ես վստահ եմ, որպես կագեբեական ընտանիքի ժառանգ։ Դա ոչ մեկը մի հանեք ձեր մտքերից։ Ուրեմն սա շարունակում է այդ փուլը, Սերժի փուլը, դա Հայաստանի անկախության դե յուրե վերացման փուլն է։ Հիմա մենք դե ֆակտո անկախ չենք։ Ասեք, շատերը ասում են սովետական Հայաստանը պետություն էր, չէ, հիմա մենք էլ երրորդ հանրապետություն ենք, իբր սովետական Հայաստանը, ասում են, չի էր պետություն։ Ուներ գեր, ուներ դրոշ, ուներ զինանշան, պետության ատրիբուտները մեզ հեշտ ուղեղի լվացում են կատարել, որ պետության կարևոր, ասենք կարևորը տեսնա, էությունը կարևոր չի, մարդը սիրուն հագնով լավ մակիաժ արեց, բան լավ է։ Ըստ էության, դա համապատասխանում է այդ գործին, թե մենակ արտաքինն է անցալելի։ Այդ ձևի մարդկանց հարց է տալիս, պետության ատրիբուտներն են, արտաքին քաղաքականություն, բանակ, անվտանգություն, սեփական, տնտեսական քաղաքականություն, օրենսդրական քաղաքականություն, սովետական Հայաստանում խնդրում եմ մեկը ասեք, այս բաներից որը կար։ Տնտեսական քաղաքականությունը Սովմինը ինչ որոշում կասեր այդ էր իրագործում։ Ու մեր բոլոր որոշումների նախաբանը գրած էր։ ՍՍՀ-ը, մինիստրների
կենտկոմը բարձր էր, մինչև կենտկոմ մինիստրների խորհրդի ես ինչ որոշ բան հիման վրա որոշում եմ, հարկերը սահմանել այսքան, հավաքել այսքան, այսքան տեղական կատարածություններն էին Կրեմլի։ Ու այդքանը չհասկանալ ասել գաղութ չէր, էդի բան էր, մենք դասական գաղութ ենք եղել, դասական գաղութ։ Ու հիմա այդ գաղութից ազատման փուլերը բերել հասել են վերջնական վերագաղութացման փուլի։ Այ հիմա Նիկոլը հասել է վերագաղութացման փուլի։ Ու Իրանից կազատվի Մոսկվան մենակ այն դեպքում, եթե Մոսկվան այդ խնդիրը դնի, որ այ հիմա շտապ բան արա, հակաանկախական հռչակագիր ընդունի, հռչակագիր անի այս արային արա, եւ եթե չկարողանա Ջանակ Սերժին օրը կգցի, չգիտեմ, դա հետոյի հարցը։ Մանուչարյան Աշոտի մասին մի հարց տվի, քանի որ եկանք հասանք այս վերջի փուլին, Մանուչարյան Աշոտը այս ամեն ինչը ուզում էր անել 92-93 թվականներին։ Այս անկախության հանձնելու գործողությունը։ Ինքը միշտ համարել է իրան Հայաստանի վերջին կոմունիստը, միակ ազնիվ կոմունիստը։ Ես բազմաթիվ անգամ հրապարակային, աչքի առաջ, սկզբից առանձին, որտեղ այն ժամանակ շարժման կոմիտեի անդամ էր նաև, կոմիտեյում եմ այս զրույցը ունեցել, որ դու KGB-ի շրիկ ես, ինչի 89 թվի հունվարի 8-ին մեզ հավաքեցին ժողովի ու եկան մեզ ձերբակալեցին, ու չէ որ հունվարի 9-ին Գորբաչովի հրամանի 30-րդ օրը լռան մեջ ստիպված բոլորին բաց պիտի թողեին։ Լիքը բաներից ես ոչ թե ինձ բան են տվել, կյանքի դրվագներով ցույց եմ տվել, ասեմ տղա ջան, դու KGB-ի աշխատող ես միակ մարդն եմ, որ KGB-ից թուղթ կարամ բերեմ, որ ես KGB-ի շտիկ չեմ։ KGB-ից այդ թուղթ մենակ կարամ բերի գրուի շտիկը։ Լուրջ եմ ասում։ Սա ռազմական մինիստրը հրահանգ տա, տեղական KGB-ն ասում է տեղական գրի, որ մեր տղեն ձեզնից չի։ Համսուտ չի, համել խապելու լավ միջոց։ Ես էլ Աշոտի մասին, որ շատ բաների մեջ չեմ խորանում, ես պետության դիրքերից եմ մոտենում, անձնական դիրքերից չեմ մոտենում, պետություն կառուցելու, ի վերջո թեման է դա։ Հիմա եկել ենք այդ փուլի մեջ, ինձ տխրեցնում է որ հանգամանքը, որ մեր քաղաքական գործիչները ռեալ արժեք ունեցող գործիչները Էսի թեմա չեն սարքում երիտասարդության համար, որ դա տարածվի այնպես, որ վաղը որ ով գա իշխանության, իր առաջի գործը լինի Բևերի հռչակագիրը, որ Բևերը կազմավորեցին 5 կետանոց հռչակագրով, գլխավոր կետերից մեկը սահմանադրությունն է, սահմանադրության փոփոխությունն է, որը Նիկոլ Փաշինյանը պասով վերցրել է, որ վարկաբեկի այդ հարցը, որ այդ սահմանադրություն փոխելը քեզ ասի, դու չէիր ուզում սահմանադրություն փոխել, նա բերում են փոխելու, ինչ ես ուզում։ Բայց ինքը բերելու է փոխել, ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանն անում, ինքը հարազատ աշակերտ է, ասեք հռչակագիրը հանենք մեջից։ Իհարկե տարանքում իր իշխանությունը ամրապնդելու անպատժելիությունը մեծացնելու Աննա Հակոբյանի հետ իշխանությունը կիսելու եւ այլն այդ հարցերը կլուծի խորամանկորեն կամ ցինիկաբար։ Բայց վարկաբեկի սահմանադրություն փոխելու անհրաժեշտության գաղափարը։ Ու դա ռուսական ծրագիր է, որտեղ այս սահմանադրությունը եթե մնաց, այս սահմանադրության մեջ երկու կետ կա, չէ, չփոխվող։ Հենց այդ հռչակագրի հղումով կետը, այսինքն դա չեն կարա փոխեն, դա պետք է վալյունտարիստական միջոցով դնեն, ասեն փոխում ենք, վերջ, ջնջում ենք, ինչ կա գրած, մենք օրենքով չենք։ Մենք 0-ից պետություն ենք։ Ես սկսում եմ իմ 0 կետից, ուրեմն պետք է սենց անենք։ Բայց մեր քաղաքական դաշտում չկա այդ բանը, գիտակցումը չկա այդ բանը, որ Ալիևը որ տենա, որ հայերը այնքան խելք են եկել, որ ուզում են անկախական սահմանադրությունն, պետություն կառուցելու սահմանադրությունն, Ռուսաստանից պորտալարը կտրվի եւ Ադրբեջանի հետ հավասար իր բանակ ունենալով բանով կանգնի դեմ դիմաց աշխարհի հայությունն էլ թիկունքին, այդ բանից ելնելով որպեսզի հանկարծ բան չլինի, ասում է սահմանադրությունը փոխեք։ Հայ առաջին ռեակցիան ի՞նչ է։ Ալիևը ասել է, ուրեմն պետք է չփոխենք։ Հասկանում եք, շատ էժան մեթոդը,
Իսկապես, իմ պատկերացնում եք, մեկը հելնի ասից պետք է սահմանությունը փոխել է, դու նիկոլական ես, ուղղակի մի քիչ ուրիշ ձև ես, էլի էդի բատուցում, եսի միջ, բայց այն ժամանակ, որ Բևերը սահմանադրությունը փոխելու հարցը դրել էր, ոչ Ալիև կար, ոչ Ալիևյան պահանջ կար, ոչ Նիկոլ Փաշինյանը այսպիսին էր, ոչ այլ կերպ ասած, մենք այն ժամանակ գիտակցել ենք, չէ, որ սահմանադրության մեջ է թաքնված այդ բանը, ի թիվս լուստրացիայի, կուսակցությունների մասին օրենքի, ընտրությունների մասին օրենքի եւ սահմանադրությամբ չպետք է մենք մի հոգու վարչապետ ընտրենք, որ ունենա այս լիազորությունները, առանց հակակշիռների, ինչ ուզենա անի, վնգստացող դատավորներ, դեմ խոսես, կարմիր բերետավորները կան, եթե ես ունեմ կարմիր բերետավորներ, եթե ունեմ ոստիկանություն, ունեմ հարկային, որ դատավորը ռիսկ անի իմ դեմ խոսե, ինչքան օրենքի մեջ գրի դատավորը անկախ է։ Աշխարհի ամենամեծ անկախական բառերը գրի դատավորի հասցեին։ Եթե երկու բառավել խոսած կարմիր բերետավորները մտնեն տուն, կնոջ վրա գործ սարքեն, տղուն տանեն եւ այլն, այդ որ դատավորն անկախ լինելու։ Այ երբ որ կարմիր բերետավորների ուղարկելու իրավունքն էլ վիճարկելի լինի, այդ ժամանակ հնարավոր է որ դատավորը անկախանա։ Առաջի փուլում չանկախանա, այդ գծի մեջ ընկած մի օր կանկախանա, կհակադրվի իշխանությունը։ Հիմա անցումային փուլը ռուս-թուրքական այդ երկակի մեջ ամբողջական ռուսական ենթակայությունից համաշխարհային զարգացումների ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով եւ այլն դարձել է Հայաստանը անցում է կատարում, էլի անցումային փուլում ենք Ռուսաստանից դեպի Թուրքիա։ Առայժմ բալանսի մեջ ենք։ Մի օր Ռուսաստանը ձգում իր շահերից ելնովես, Ռուսաստան Թուրքիայի շահերը միշտ չի որ համընկնում են։ Եվ առավել եւս այստեղ երբեք չի համընկել, միշտ պատերազմ է եղել։ Հիմա Եվրոպայի հետ հակադրվելու, արևմուտքի հետ հակադրվելու ֆոնին ավելի լավ է Պուտինը որ ասել էր թուրքերը ստեղ լինեն քան թե ռուսները ու Արցախյան խնդիրն էլ այդ դրան ծառայեցրեց եւ այլն, բայց հիմա Դոնալդ Թրամփի իշխանավարումը բերեց նրան, որ այդ միասնական արևմուտք եվրոպական միֆը ցնդեց։ Այն որ մեկ-մեկ ասում են Եվրոպան մեզ կպաշտպանի, պատկերացնում եք Եվրոպան արդեն քանի ամիս է մտածում է ոնց անի իրան պաշտպանի։ Ու խոսալուց բացի գործի չեն կարող ասել, չէ, 5 տարի է պետք բանակ սարքելու, այսքան փամփուշ չունեն, ասեք Ռուսաստանը Ուկրաինայում այսքան ծախսում է, իրար փամփուշ չունեն տալու։ Ասեք հյուսային Կորեա, այն մեկը լավ էր ասել 500 միլիոնանոց Եվրոպան դիմում է 300 միլիոնանոց Ամերիկային, 350 միլիոնանոց Ամերիկային, որ օգնի իրենց պաշտպանվեն 140 միլիոնանոց Ռուսաստանից։ Այս վիճակը ցույց է տալիս, որ աշխարհի համակարգերը շատ են փոխվում, շատ տուրբուլենտ վիճակ է, շատ վատ անցումային վիճակ է, ու մենք չունենալով մեր սեփական կառավարումը, մեր միտքը, մենք ընկել ենք այդ բանի մեջ ու հիմա այդ երկու ուժերները ստիպում են Հայաստանը Ռուսաստանից անցումակատարում դեպի Թուրքիա։ Այս անցումային փուլում առայժմ մի օր Թուրքիայի իշխանության կեսը թուրքական ագենտներ կլինեն, կեսը ռուսական ագենտներ, առանքում ուրիշ բան չի կարալ, այդ եվրոպականներին էլ ասեմ, որ Ռուսաստանը ոտը դրեց, որ առայժմ նորություն ասում, Ռուսաստանն Հայաստանը պետքա միջազգային հարաբերություններում որպես աչք, ականջ եւ լեզու։ Այդ բաներում, ֆորումներում լսի ինչա կատարվում, ՆԱՏՕ-ի զորավարժություններով ինչ ծրագրեր ունեն եւ այլն, ցավ մեր մոտ փոխանցվում է Ռուսաստան, ոչ մեկ չկասկածի։ Եվ կան արևմտամետներ, բնականաբար, մեզ մոտ արևմտամետ չկա, պետական, պաշտոնական, արևմտամետ գոյություն չունի, սուտ է։ Որ մեկին փողը կտրեցին, որ մեկին փողը տվեցին, նույն օրը դառնա թրքամետ, ռուսամետ, բայց հայկական չի դառնա, որտեվ փողով հայկական չեն դառնում, կամ սրտով ու մտքով են դառնում հայկական, լինում հայկական, կամ չեն լինում։ Փողով հայերս այդքան փող չունենք, շատ փող տվող միշտ կա, փողովները միշտ լինում են հակահայկական։ Այդ կարևոր չի, ռուսական, թուրքական, թե անունով կդնեն եվրոպական։ Այսի անցումային շրջանի
Հիմա ես սրանունը դրել եմ անցումային շրջանի համատեղ կառավարման փուլ։ Հայաստանը համատեղ կառավարում են Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից։ Սրանք են սուբյեկտիվ բնական գնահատականներն են ի վերջո քանի տարի անում 37 տարի թրծվել եմ այս ամենի մեջ 88 թվի փետրվարի 20-ից ոչ թե 65 թվի ես հայրենասերի ես որ լինել չէ 88 թվականի փետրվարի 20-ից ոնց որ ասեք մեզանից ովքեր որ շարժումից կան դեռևս շատ են ու այս ամենի մեջով անցել եմ ու հասկացել եմ որտեղից են գալիս եւ ուր են գնում սենց ուր կհասնենք հիմա անցումային փուլ ենք էլի այս փուլը բայց անցումային փուլը եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ սկզբից գաղութայինից անկախական էինք 90-ից 92-3 թվերը բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասելը աբսուրդ է Լևոն Տեր-Պետրոսյանը թվերին ինչ որոշող էր ինչ կարած որոշեր Կարար խնդրեր մարդուն, որ դու կողմ քվեարկի կամ դեմ, կաշառեր, բանաներ, ում կարար հրահանգ տար, կամ Վազգեն Սարգսյանը, կամ Վանո Սիրադեղյանը, դրանք փոքր մասշտաբի դիկտատորներ էին։ Բայց 93 թվականից Լևոն Տեր-Պետրոսյանը հետո հիշում եք, որ Վանոյին ու Վազգենին կանչեց, ասաց երկուստ էլ դիմում գրեք դուս եկեք, Վանո ներքի Եվրոպան էր պահանջել 96 թվին էր կարծեմ Վազգեն Սարգսյանը խորամանկություն էր արել, դուս էին եկե, ասել ես գնամ իմ մոտ գրեմ, Վանոն հենց Լևոն ընդունարանում հրաժարական էր գրել, դուս էր եկել, ներքին գործերի նախարարից, բանը, Վազգենը չէր գրել, Վանոն դուս եկավ, 96-ին թե ավելի շուտ էր, 94 թվին կարող է, երևի 94 թվին, երևի Դաշնակցության հետ կապված այդ, մի խոսքով այդ թվերին, այսինքն Լևոնին շատ բաներ պետք որ կարողանա որևէ նախարարին ազատել, այն էլ ներքին գործեր եւ այլ։ Իսկ հիմա Նիկոլը Թաշկինակի նման ում ուզում ոնց ուզում փոխում է, երբ ինչ ուզում անում է, ու այդ բոլորի մեջ կարևորը մի բան է, որ բոլորը պետքա լոյալ լինեն Ռուսաստանի հետ, չկա որևէ նախարար, օրինակ պաշտպանության նախարարությունը կարող է ասել բարձրագույն հրամկազմում Գոնե մի հոգի, որ Ռուսաստանին չի ենթարկվում, ինֆորմացիան Ռուսաստանին չի տալիս, ռուսական հրամանները չի կատարում, չկա այդպիսի բան, որ Ինչ? Դրանցով է կորդինացնում, ամեն մեկ անգամ չեն տալիս Չէ, դրանց շատ մարդիկ են կորդինացնում, կորդինատորները դրսում են, դրանք բոլորը պետք չի, որ մի մարդուն, այդպես գաղութը չի աշխատել, չէ Հապտվոսեք, ասենք Հայ Քոթանջյան, դες մեկը Հայ Քոթանջյանը կարա այսքան մասին կորդինացնել, Հայ Քոթանջյանով է, կարող է ինքը Կալուգինն է, գեներալ Հայաստանը ունի KGB-ում, ռուսական առաջ կենտկոմում էր Հայաստանի բաժին գոյություններ, որի մեջ կար եւ գաղափարական բաժին եւ բան, դա Հայաստանի բաժին էր, ու բոլորը ընդդեղից են ստանում ցուցումները Հայաստանի կենտկոմի երկրորդ քարտուղարի միջոցով, Հայաստանի կենտկոմի երկրորդ քարտուղարը ռուս էր, այն ժամանակ համակարգ էր գաղութային ու պետք չէր որ տարբեր լինեին, իսկ հիմա այդ գաղութային համակարգի կառուցման փուլն է, հենց ավարտվեց ու իմացեք այդպես ալու Կամ առաջինն է լինում այդ ռուսական ներկայացուցիչը կամ երկրորդ քարտուղար կլինի եւ բոլորը դրա միջոցով կենտրոնացան որ ավելի փող չծախսեն Իսկ հիմա այդպես չի գրոն իր ագենտները ունի իրար դեմ հաճախ պայքարում են իրար ոտերի տակ օճառ են դնում որ ասենք սրանք գցեն իրանց իշխանություն ավելի ամրապնդվի բոլորը ենթարկվում են Նիկոլին որտեվ Պուտինը դաբրատ է բայց շատերը չեն էլ ենթարկվում Շատերին Նիկոլը չել կարա գործից հանի իր որ հանի միայն անձնական մոտիվացիա ոչ թե Հայաստանի համար վատ բան արել արեստ նախարարից ազատվենք աննային վատ բան ասել ասենք են HPS-ի քաղաքի բանը ներկայացուցիչը այն կինը այն կնոջը որ ազատ Դիանա վերջը եկավ հասավ այնտեղ Դիանային ինչի համար ազատեց վատեր աշխատում դրա համար թե Հավինյանն ավելի լավ է թե մյուսները չէ Ազնական խնդիրներ էր, կնոջ համար, իր համար, բան չէր, Պապիկյանի համար հեներան էր դարձել։ Ու այդպես լիքը բաներ կան, որը ոչ մի կապ չունի, մի կենտրոն չի, տարանջատված են, բայց բոլորը ծառայում են նույն կայսր, այնտեղ իրար հետ է մշակվում, բայց այստեղ տարբեր աղբյուրներով է գալիս, նույն տեղով չի գալիս, այդպես չի։ Նույնիսկ մեկը չգիտի, որ մյուսն էլ է իր հետ նույն բանին ծառայում։ Այն մեկին հանձնարարում են գնա հակա
նիկոլական խոսա, մյուսի, ասենք, դաշնակցության ասում են գլա հականիկոլական ելույթ ունեցի, կամ գեղամին, կամ չգիտեմ ում, բայց բոլորի նույն մարդը չի կառավարում, դա կվարվի։ Սրանք ունեն իրանց կուրատորը, այնի ունի իր կուրատորը, շատ հաճախ իրար չէ, ասոր KGB-ի ստրուկտուրայում կամ ոստիկանության դու գիտեք բոլոր ագենտներին բոլորը գիտեն, չէ՞ թե ամենագաղտնի բանն է։ Մենակ իր կուրատորը գիտի իր մասին։ Այն մյուսները ոչ մեկ չգիտի։ Նույնիսկ լիքը կա, որ սկի գրավոր էլ չկա, որ գրավորման գաս իբր թե, ասենք, բացահայտես, շատ դժվարությամբ կլինի։ Ասենք, այնպիսի կեղծանունների տակ եմ, որ բացահայտել օրինակ, ես պատահաբար, որ պարզեցի Արա Սահակյանով է հիշում այդպիսի մարդու։ Ես դեռ գերագույն խորհրդում պարզեցի, որ Արա Սահակյանը եղել է KGB ագենտ, ոնց որ Սարատ Միրզոյանը անունը չէր սրա, Օմեգա, հա։ Բանի Արա Սահակյանի մականունն էլ KGB-ական մականունն էլ Սոկրատ էր։ Այդ մասին բարձրաձայնել են Պարուր Հայրիկյանը երկրորդել է իմ անունը տալով ասա, ինչպես Ալբերտ Բադասյան։ Արա Սահակյանը դողացել է, գույնը գցել է, ինքը որ սարկազմներով երբեք չէր խառնվում իրար, ձեռները դողում էր, նիստը փակեց, փախավ։ Բայց դա փաստացի, ասենք ինչ-որ մեկը իրանց արխիվից հանել էր, բերել էր, որ ինքը այդ ձևով հաստատեց, կարող էին սարքել, են հիմա արհեստական ինտելեկտի պայմաններում կարող են, չէ, ցանկացածի մեկի անունով թուղթ սարքել, այն ժամանակ դες բան չկար։ Բերեցին թուղթ, զեկուցագիր տակը ստորագրած Սոկրատ, շատ գեղեցիկ ձեռագիր ունի Միչայլոց, շատ գեղեցիկ հայերեն էր գրում, եւ շատ գեղեցիկ էլ ստորագրություն էր, սրանց երկար ստորագրություն էր, ասեց ես ծանոթ եք քեզ Սոկրատս, չէ ծանոթ չի, առաջ անգամ եմ տեսնում։ Տվեց կարդացի, որ ես ինչ որ եղել է, այսի ժողովը, այսի մարդ, այսի ելույթ ունեցել, այսի սենց այդ սաղ բանը զեկուցում եմ ձեզ եւ այլն։ Ասեց ծանոթ չի, տվողն էլ լեղացավ իզնից, որ ես փաստորեն իր իմացած մարդը չեմ, ես կապես Արա Սահակյան ստորագրություն չէի տեսել, որ դա չի գրում Սոկրատ փակակցի մեջ Արա Սահակյան։ Գրում է Սոկրատ ստորագրություն։ Հետո պատահական Տիգրան Սարգսյանի հանձնաժողովն է գերագույն խորհրդում տնտեսական։ Ինքը գործողման էր, ես էի իրան փոխարինում, վերևից Բաբիկի հետ էր, Բաբկեն Արաքսյան նախագահ հետ էին գործողման մի մեծ խմբով։ Թղթերը որ գալիս էին, ասենք օրենսդրական բաներ մակագրում են հանձնաժողովի վրա, սա հանձնաժողովում Տիգրան Սարգսյանն է մակագրում, ստորագրում, ես էլ որ փոխարինում Տիգրան Սարգսյանը գործավարը բերում է թղթը տալիս է իմ դեմը, որ ես ստորագրեմ, որ ստացա եւ ընթացք տամ այդ նախաձեռնությանը։ Ես տայում եմ ստորագրությունը, ուղղակի կայծակն հարանում, այս ինչ ծանոթ ստորագրություն է, ու հետո մեկ էլ հիշում եմ այդ բանը։ Ու զանգում եմ դրան, անունը Գագիկ էր, KGB-ից էր։ Ասի Այդ Արա Սահակյանի ստորագրությունն էր, ասեց ուշ է զանգում, ես արդեն դիմում եմ տվե հեռացել եմ Կիևում եմ, ձեր մեջ գնացեք ինչ ուզում եք արեք, բայց իր ստորագրությունն էր, այդպես լավ, այսի այդ թեման է, այսինքն հավաքագրում են, ազնիվներին են հավաքագրում, փողով են հավաքագրում, վախեցնելով են հավաքագրում, տնեցիների վրա գործ սարքելով են հավաքագրում, ինչ ասես անում են։ Ով որ պինդը, ով որ ջոկող, ով որ հասկացող է թակարդը չին գնի, եթե սկզբունքներն ունեն։ Եթե այն մարդը, որը ասում է մի կյանք ունեմ, այս կյանքը արի ապրեմ, այդ փիլիսոփայությամբ հենց այդ է իրանց պետք, այդ էլ ներշնչում են։ Նիկոլ Փաշինյանն ու Աննան հիմա դա են ներշնչում, որ չկա վեգ գաղափարներ, չկա ազգային, չկա մի բան, որ եթե քեզ մերկանտիլ շահ չի բերում, դու դրա համար պայքարես։ Չկա մի բան, որը եթե անձամբ քեզ շահավետ չի, մի կյանքա կայֆարա ապրի, դրա համար էր հենց սկզբից թմրանյութերի ազատության մասին ու հիմա թմրանյութերը տեսնեք ինչ վիճակը, հանկարծ չմտածեք երբևէ Հայաստանում թմրանյութ առանց տարբեր ժամանակ տարբեր գերատեսչություններ են եղել, կուրատորներ են։ KGB-ներ, հետո KGB-ն Վանով եկավ ներքին գործեր, Վանոնը վերցրել իրան, ինքս է դարձել ստեղ մտող կուրատոր, հետո Սերժ Սարգսյանը, որ KGB NVD-ի նախարար էր, եթե նրանք չուզենան,
Հայաստանում իրանք չեն էլ կարող չուզել, որովհետև իրանք փոքր մարդ են, դրածո մարդ են։ Եթե հրահանգան, որ այսօր պետք է այս բեռը չնայեք, իրանք չեն նայի։ Ու եթե մեկը սխալմամբ նայել է, կասեն ալյուր է եղել, հələ։ Մի տոննա հերոինը բռնեցին, տարան 100 կիլո ալյուրը վառեցին, ասին վառել եք։ Այդպես կլինի։ Լավ, այսի մեր փուլերի մասին էր խոսքը, հիմա ուզում եմ արդեն ակտիվանանք, ես կարող եմ անverջ տարբեր օրինակներ բերելով բան անել։ Հիմնական ասելիքներս երևի ասին նույնիսկ Մանուչարյանն էր այդ ստորագրությունները հավաքում, Գեղամյան Արտաշեսը եւ Աղասի կար, Աղասին չէր, Թալինցի էր, Արշակյան Աղասին, Թալինցի, այս երեքով են, հիմնական բանը Աշոտ Մանուչարյանն էր, ուղղակի իրա վրա ինչի շեշտվեցի մի քանի օր առաջ մեկ հետ էի խոսում, որ այս Աշոտելի կազմակերպել է ինչ-որ բաներ, որ իրար հետ գնում են, հավաքվում են, խոսում են աստղաբանությունից եւ այլն արդեն այդ էզոթերիկ բաներն են անցել, մակարդակներ բել Հայաստանի փրկությունը փնտրում։ Ասում եմ, շուտ էի գնացել, միամիտ մտա կաբինետը, տենամ Ձերժիսկու կիսանդրինա դրած աչքով։ Ասում մի հատ փոքր տեղ, որտեղ բալեն, որտեղ հավաքվում են, ասենք շատ փոքր տեղ, Սրակեսի չափ, տեղ հավաքվում են ու սկսում են խոսել այդ բանը, ստեղ էլ մի հատ փոքր սենյակ կա, այդ էլ, ասենք շո մեկ հետ, որ առանձին խոսում է, մտնում է տեղ, այս մեր տղեն շուտ է գնացել այդ ժողովին, միամիտ մտել է, ասում եմ, իս պատի վրա լեկարները չտեցար, ասում է չէ, ասում ես լեկարները ցույց տա, պատի վրա ինչ նկարը կախած, ինչ որ մեկներ ժամանակի լեկարել էր պատի վրայի լեկարները, Ստալինի նկարը բան։ Բայց հիմա ինչ? Չէ, ուրիշ տեղ էր ասած, դպրոցում չէր։ Չէ, Մանուչարյան Աշոտը ինչ որտեղ վարձել է գրասենյակ։ Մի հատ փոքր սենյակ եւ դալիճային, այդ փոքր սենյակում։ Լավ, դա կարևոր չէ, ասեմ բանի հետ էս բաներ Գառնիր էր, էլի լցրեցի։ Էտա, այսինքն անկախությունը, լավ, պետությունը, որ ուզում է ցույց տա ժողովրդին, որ այդ ձեր ճանապարհը սխալ է, ինչ անկախություն, ինչ բան, ինչ պետք է անի։ Դե ցույց տա անկախությունը ինչքան վնասաբեր բան է։ Կոռուպցիա, գողություն, ընդհանրապես այս հայտարարությունը, որ Բևերը տարածել էր, որ այսօր ես եմ բանախոսը, ինձ զանգել է մի բարեկամ, փոխանցել է ուրիշի եւ այլն, զանգել է իմ հետ խոսում է, այդ զանգողին թվացել էր, թե ես կոմունիստ եմ, ընկեր է գտել, զանգել բա մեր ժամանակ, սովետի ժամանակ բա տենց էր, բա մեր ժամանակ տենց էր, հարց տվի, ասեցի, բա Հայաստանը հզոր պետություններ ես էր, ասեք տարիքով մարդես, բայց ասեք, որ քեզ հարցնեմ, ասեմ, բայց ինչ ես գաղութացման փուլեր գրել էլի Հայաստանի բան, իրան թվա, որ ես հանրապետության ես վիճակին դեմ ես, եթե Ռոբին դեմ ես, ուրեմն Սերժն ես կողմ, եթե Սերժին դեմ ես, Նիկոլն ես, եթե Նիկոլն ես դեմ, Լևոնն ես, իրան թվում է շրջանակի մեջ այ բուղը, ու սկսեց սովետը գովել, ասի մի հատ ասա էլի, բանը գաղութի անկախ պետության, հզոր պետության ցուցիչները որն է, ու բացատրեցի, որ նույնիսկ հիմա հոբ համակարգերը, որ տվեցինք Ռուսաստանին, էլ չեմ ասում, ժամանակ մենք բանակ չունեինք, մեր զինվորները առողջություն, մի ինչև հեռավոր արև ելքից ես իմ Սախալին ու բան, ընդեղ էին ծառայում, ու առանց Մոսկվայի թույլտվության մի բան չէր շարժվի, հիմա եկել հասել ենք այդտեղ առանց Մոսկվայի թույլտվության մի հերթի հակաօդային պաշտպանության կարա շարժվի, շարժվեց, նույնիսկ հրաման էր տված, որ սովորական բանով չխփեք, ասենք, թուրքական ինքնաթիռներին։ Նախարարն է հրանք տալիս։ Նախարարը լավ գիտի, որ վաղը հարձակում է, ինքը ես եմ որտեղ գուլյատ ալնում, հետո է գալիս։ Այսինքն այդ նշանակում է քո կառավարման ամբողջությամբ հենց այն երկրի ձեռը, որտեղ մերոնցի շատերը ուզում են վերադառնան, որտեղ այսպես է, եթե եկել է հաջորդը, որը շատ ցուցանիշով շարքայր մարդու համար շատ վատ է, իրավական անպաշտպանվածություն, սոցիալական վիճակ, առողջապահության վիճակ, շարքային քաղաքացիության հետ մեծ բաներից որ խոսած,
շատ էլ էտի 1001-ին է մոտիվացնում։ Առօրյա կյանքն է մարդուն մոտիվացնում։ Ուրեմն գաղութատերը ինչ պետք անի։ Գաղութում այնպիսի վիճակ պետք է ստացի, որ մարդիկ ասեն, էս էլ չէ սրանց անկախություն, հալալ չէր։ Այն Իսրայելի ժողովրդի նման, որ Մովսես Մարգարեն հանում է, ճանապարհի կեսից հետ են վերադառնում, չէ՞ մեծ մասը, որտեղ եգիպտական գերությունը ավելի քաղցր էր, կուշտ փորով քնում էին գոնե։ Այն մեզ բերել են հասցրել են այդ վիճակին, աշճանաբար, բայց հստակ ուղղորդված բերել հասցրել են այս վիճակին։ Եվ Նիկոլ Փաշինյանն ու ես արդեն կարող եմ ասել Աննա Հակոբյանը, որտեղ հասկանալի է բոլորին, որ դրանք երկու տարբեր ուժային կենտրոններ են, նույն նպատակին ծառայող, բայց իրանց ամբիցիաներով բանը, օրինակ Աննա Հակոբյանը, եթե մի գեղեցիկ օր կարող է թունավորի Նիկոլ Փաշինյան, որ ինքը վերստի իշխանությունը։ Դե հայացքից բանից տեսնում եք, չէ՞ որ ձևի ունակության տերը աղջիկ է, որ բան չի, կատակ չի։ Եթե ասեք իմ համար պարզեր են ժամանակ, որ այն Զարուհի Փոստանջյանին, որը էլի մի բարի տիպ չի, որ վզից բռնեց գցեց, ասեց ես եմ ստեղ թագուհին դու ես։ Լավ, ինչ որ է։ Հիմա ես անպայման վիճարկելի մտքեր գուցե նաև ասեցի, կուզենամ լսել էլի, ասեք հարց, որի մեջ լինի վիճարկում, կամ պարզաբանում, կամ ինչ-որ մի դեպք, որը մարդը համարում է, որ կարևոր էր այս թեմայի մեջ, հա ու մի բան, մոռացա ես ընդհանուրի մեջ, որ ասեցի, որ գաղութատերը ինչ պետք է անի, եւ ամենակարևորը մեզ զոմբիացնելու մի ունիկալ բան է գտել Ռուսաստանը, ունիկալ, հա շատ էֆեկտիվ կոռուպցիա, ինքը սարքել է կոռուպցիոն համակարգ, ամբողջությամբ մեր պետությունը կոռուպցիայի վրա հիմնված, հիշում եք, այդ ինչ որ ասում եմ, ասենք մենք ասել ենք 100 տարի առաջ, չնայած 100 տարեկան չկանք, այսինքն ժամանակին Հայաստան Նիկոլ Փաշինյանը, ես չէի պատկերացնում, որ այս համակարգը իշխանական հենված է կոռուպցիայի վրա, եթե կոռուպցիան հանես, կփլվի այս իշխանությունը։ Հիշում եք այդ խոսքեր, կա մարդ, որ հիշում է։ Այսինքն ինքը ճիշտ ասեց, ինքը մեկ-մեկ շատ մի հատ բան ունի, ունիկալ ճշմարտություն ասում է, որ Վարկաբեկի էժան ասի, որ հանկարծ ուրիշի բերանից հնչի, չդառնա ճշմարտություն ուղղորդող։ Դա փորձված հոգեբանական մեթոդ է, որը կիրառում է։ Այնպես որ այդ ունիկալ բան են գտել կոռուպցիան ու այս ժողովրդին կոռուպցիայի արդարության, կեղծ արդարության ամենալավ ձևն է, որ նույնիսկ ամենամտավորականը, ամենամտածող մարդը էլ ձև չունի ուրիշ բան խոսալու։ Բարոբերտ, դա հեշտ է, չէ՞, Բարոբերտ Քոչյանը էլ ասում է դուք էլ կոռուպցիոներ են, Արարատ Միրզյանը տուն առել, այս մյուսը ու սկսում են իրար հետ ու հայազգ են, թվում է թե ով որ կոռուպցիայի դեմ ազնիվ խոսած, բարձր խոսած, հենց այնի է իր ուզածը։ Հանկարծ չմտածի, որ այդ կոռուպցիան համակարգի հետևանք է կառավարման։ Երբ որ մի հոգու է իշխանությունը, ինքը ում ուզի կոռուպցիոներ կհայտարարի, որ կոռուպցիոներին կուզի կբռնի, որ կոռուպցիոներին ուզի առաջ կտա, քվոտաներ կտա կոռուպցիայի, որ հանկարծ մեր ուղեղը դրա շուրջը չմիանա, ու մենք որ գանք իշխանություն փոխելու, այն մարդկանց ընտրենք, ովքեր ավելի ղժղժ ձենով, ավելի բարձր, ավելի գեղեցիկ լեզվով, ավելի ճոխ հարուստ լեզվով կսկսեն կոռուպցիայի դեմ խոսալ, այդ կեղծ արդարությունից, բայց սահմանադրության պետք չի ձեռ տալ։ Հիմա սահմանադրության մասնես խոսում, Ալիևը ընդեղից հելմատելում է, որ կարող ես հայ ազգ այնքան զարգանա, որ սահմանադրությունը փոխի, առանց այն երկու անփոփոխ կետերին ձեռ տալու, որտեղ իրավունք չունի։ Դու իրավունք չունես այն երկու կետին ձեռ տաս, սահմանադրությամբ արգելված է։ Բայց դա դարձնում են բան, մոտիվացիա, որ այս սահմանադրական կարգը մնա, որ այդ կոռուպցիան մնա, այդ անարդարությունը մնա, այդ ամեն ինչը մնա, ու ամեն մեկը ազնիվ ձևանալով սկսենք հակակոռուպցիոն ելույթ ունենալ։ Հիմա բան կա, չէ՞, այն մեկը կա, մի երիտասարդ Ղարաբաղցի, որ ասֆալտ է հանում, հեսա հետո ծեծում են այս նորքի բանում եւ այլն, հեսա նոր հերոս, կոռուպցիայի դեմ պայքարող նոր հերոս, որը Բևերի հրավերով որ չէր գալիս Բևերում այդ իր նոր հերոսությունների մասին խոսար, այն Արարատ Ճաղարյանը հրավիրեց
իր բանի որպես տենց էլի այն ոչ բարձր կլասի պահանջ ունեցող բան, որ ինքը պետք է բան լինի։ Հիմա նայեք պետական կառավարման համակարգի փոփոխությունից դրա դեմ ասենք այս իշխանության կողմից բանարվող, աջակցվող քանի հոգի է խոսում։ Գուրգեն Սիմոնյանն է խոսում, այն Դալաքյանին են հիմա պտտացնում, Արփի Ոսկանյանն էին պտտացնում, ելում էին պտտացնում։ Արփի Թոփչյան կան չէ, որտես գեղեցիկ խոսում են, ասում են սեսա որ կա, բայց արդյունքում այդ համակարգը պահելու համար ազատություն է տված, խոսա արխային։ Այս մեկ էս կոռուպցիաների դեմ խոսա, մեկ են կոռուպցիաների դեմ խոսա, ու լավ է, արդար է։ Այս արդարին ընտրենք։ Ընտրելն ինչի համար է, այդ իմիտացիան էլ, որ իբր ընտրությունը դեռ 91 թվին էր ժիրայր, որ Բևերը մասնակցեց ընտրություններին, ես հրաժարվեցի մասնակցելուց։ 21, 91, ես մնացել եմ անցած դարում, լավ 1900 թվից ծնված չեմ, թե չէ 1919-ից կխոսայի։ 21 թվին ես մասնակցեցի ընտրությունների օգուտ Բևերի, բայց ցուցակ սկզբունքորեն չմտա, նույնիսկ կիսակոնֆլիկտային բանով չմտա, որտեղ ընդգրկեց ես գիտեմ, այս համակարգով ընտրությունները դատապարտված են։ Դու 5%-ը կհաղթահարես, եթե դու ձեռս տալիս թույլատրվել եկել է քո ժամանակը։ Բայց որպես բուտաֆորիա, որպես այնտեղ լրացում, դու չես կարող որոշիչ դեր կատարել։ Հիմա նայած արդեն ինչ վիճակ է, էդ էլ կփոխվի։ Ուզում եմ ասեմ, որ իշխանությունը ամեն ինչ անելու է, այդ համակարգը ամեն ինչ անելու է իր մեջ իրան վերածնելու, դեմքերը փոխելով, մարդկանց խաբելով, Սերժի, Նիկոլի, Աննայի ու այդ մյուսների դերը, ԿՊ-ի դերը, հենց հետո որ մարդկանց մեջ կեղծ արժեքներ դնեն, որ մարդը հանկարծ ճիշտ բան չմտածի, հանկարծ հիմքին չմոտենա, արմատին չմոտենա։ Պատկերացնեք, շենքը տանթատ փլվում է, դու անդադ վարպետ ես փոխում։ Մի հատ չես ասում, հələ նախագծողին կանչեմ, կամ ես դառնամ նախագծող, հիմքը տենամ ոնց է նախագծվել, կարող է հիմքը այնց է նախագծել, որ այդ շենքով ուզում է կառուցի, պետքա փլվի վերջը։ Իսկ հատուկ փլստելու համար կառուցող միշտ կգտնվի, միշտ Նիկոլներ կգտնվեն, միշտ Սերժեր կգտնվեն, միշտ մարդկանց կարան Նիկոլ սարքեն, Սերժ սարքեն։ Այսքանը, ես ավարտեցի, շատեր չարաշահեցի։ Ոնց է, սկսեք։ Կներեք, ինչ էր։ Ձեր կարծիքը Լավրովի այցի եւ այդ վտանգների մասին, որ պիտի գա եւ եւս մի հարց խնդրում եմ, դուք ինչ կարծիքի եք արխիվը, որ Լևոնը հանձնեց Պետերբուրգ, ձեր կարծիքով եւ այն արխիվը եւ հիմա ունեն պատճեններ, գտնված կլինեն մարդիկ, որոնք պատճենները կպահեն լյուստրացիայի համար։ Այդ լյուստրացիայի գաղափարից որ սկսեմ 92 թվականին այդ լյուստրացիա բառը չէր, բացահայտում բառն էր, ես Գերագույն խորհրդում հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ, այս ժամանակվա պատգամավորներս իրավունք ունեինք ուղիղ օրենսդրական նախաձեռնություն, նստեինք, գրեինք 3 կետանոց օրենսդրական նախաձեռնություն, լյուստրացիայի մասին, այսպես ասեմ, որը ներկայացրեցի առաջացավետի այդ Աշոտ Մանուչարյանից ու Ղարաբաղ կոմիտեի ևս 4 անդամից Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որ ինձ մղեց այդ բանին, որ պիտի դնեմ լյուստրացիայի հարցը սրեմ։ Քանի որ Վանո Սիրադեղյանը ՀՇ-ի նախագահ լինելով կոնֆլիկտի մեջ էր Աշոտ Մանուչարյանի հետ, միանգամից դաբրոտ տվեց, շատ չխորացավ։ Դաբրոնը ինչի համար էր պետք, որովհետև այդ պատգամավորները արդեն հասել են այնտեղ, որ Լևոնը ասեց, Վանոն ասեց հա, ուրեմն մի բան կա, հա անենք, եթե ասեց չէ։ Քանի որ Վանոն հայ է ասել, ես վստահ որ ուրեմն կընդունվի,
Այն ժամանակ վստահ է, որ դաշնակցությունը ամբողջությամբ շահորված է, որ լուստրացիա լինի, որ բացվեն։ Այն ժամանակ դից էի մտածում, որ դաշնակցությունը շահագրգռված է լուստրացիա լինի, որ բացվեն արխիվները։ Մտածում եմ կոմունիստները մի քիչ բան չեն, հրաշեմ 100% մեծ մասը կողմ է, բայց այդ լուստրացիա անելու օրենքի օրը Վանո Սիրադյանը հատուկ եկավ ելույթ ունեցավ, ասաց չի կարելի այդ օրենքը ընդունել, որովհետև կսկսվի վհուկների որսը ու բան արեց, ջրեցին գնաց։ Այնտեղ 3 կետանոց էր, մի կետը սահմանում է այն մարդկանց, ովքեր իրավունք չունեն երբևէ այն պետական պաշտոն։ Սկզբունքը սա էր, պետության ճակատագրի վրա ազդեցություն ունեցող որոշումներ կայացնող մարդիկ պետքա նախկինում KGB-ի հետ, այն ժամանակ մի բաներ հեշտ էր մերը, մի հատ KGB էր։ Հիմա որ երկրի ագենտ ասես կարան լինի, մի օգին կարա 3-4 երկրի ագենտ լինի, հիմա այդ օրենքը հիմա չէր աշխատի, կենսունակ չէր լինի։ Այդ մի կետը դա էր, որ իրավունք չունեն ու ցուցակ է հրապարակել, ովքեր Գերագույն խորհրդի պատգամավորներ, նախագահություն, ազգային բանը, նախագահի աշխատակազմ, կառավարության անդամներ, պատկերացրեք, չէ, մոտավորապես մի 350-400 հոգու մասներ խոսքը, որոնք վճռական ձայն ունեն պետության ճակատագրի մեջ։ Թե չէ շարժ խորհրդի մի բանը այդ ումնա պետք է ինքը KGB-ից լինի, չլինի կատարող է, իր բանը ազդեցիկ չի։ Առաջի կետը այդ էր, չէ, առաջի կետը համաներում էր։ Առաջի կետով համաներում բոլոր KGB-իշտիկներին, որ KGB-ի լծակները դրանց վրա ազդելու կտրեն, KGB-ի լծակները վախեցնելն է։ Այ կասենք, որ դու KGB-իշտիկ ես, ու այդ վախից ինչ ասում են անում են։ Ու KGB-ում էս գործես արե, այն գործես արե, ու այդ վախով կապներ են։ Առաջինը համաներում, որ այդ ասածը նշանակություն չունենա, KGB-ից կտրենք սաղին։ Երկրորդ կետով այդ մարդկանց ցուցակները, ովքեր իրավունք չունեն KGB-ի իրավունք չունեն պետական պաշտոնյա լինեն։ Երկրորդ կետով։ Երրորդ կետով, ով որ ինքնակամ չի հրաժարվում այդ պաշտոններից դուրս գա, այլ մնում է, դրանց բոլորին լուստրացիա անել։ Ասենք օրենք ընդունելու պահից մարդիկ կան, որ նախարար են, SNN են, դիմում են, տալի դուս են գալիս գնում են, ախպեր ասում են, դուք էլ ձեր պետությունն եք։ Գնա հալալա քեզ։ Բայց ով որ մնում է, իրանց բոլորին լուստրացիա պետք է, այսինքն իրանց ազնական գործը բացել։ Եվ եթե պարզվի, կարող մարդը մնում է, իսկապես ոչ մի բան էլ չի ունեցել, մաքուր մարդ է։ Բայց ով որ պարզվի, որ ինքը կապեր է ունեցել, այդ օրենքի տրամաբանությունը դա էր։ Իրան կարմիր քարտով հեռացում են աշխատանքից։ Կարմիր քարտը ո՞րն է։ Պետական որևէ պաշտոն երբևէ, որևէ մակարդակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվում է։ Պետության մասնակցությամբ պայաբաժնով տնտեսական որևէ գործունեության մեջ չպետք է լինի։ Ասենք, եթե պետական այն ժամանակ կարել է, բաժնետիրականներ պետությունը այսքան փայ ուներ։ Հա, այդ էր, ու եթե հանցագործություն է կատարել որևէ այդ իր նախորդ աշխատանքային KGB-ական ժամանակներում, ըստ օրենքի պետք է պատասխանատվության ենթարկվի այդ օրենքը։ Այդ 3 կետն էր։ Շատերը չէին հասկանում այդ համաներման գաղափարը, իսկ դա գլխավոր գաղափարն է, որտեղ մեր ազգի մեծ մասը KGB-ի հետ առնչվել են։ Ես շատ ցավով լսեցի Իգոր Մուրադյանին, որտեղ այն Մարիամ կար առաջինը հարց տվեց, ասեց բանը դուք առնչություն ունեցել եք KGB-ի հետ, ինքը ասեց ոչ մի չկա լուրջ քաղաքական գործիչ, որ առնչություն չունենա KGB-ի հետ։ Ես ինձ մի անգամից տված ստացած զգացի եւ համարեցի, որ աշխարհի ամենալուրջ քաղաքական գործիչը Պուտինն է։ Դե տրամաբանությամբ այդտեղ է գալիս, էլի։ Հետևաբար լուստրացիայի մասին, որ խոսում եք, մի քիչ հարցական է դառնում արդեն։ Հիմա նախ 92 թիվը չի, որ մի KGB էր, որ պետք է լուստրացնել։ Շատ են։ Երկրորդը, եթե բացեն շատ դժվար կլինի, դուք հիշատակեցիք Լևոնի արխիվների տեղափոխումը Լևոն ժամանակ, հետո Սերժի ժամանակ, հետո Ռոբերտի ժամանակ, ինձ բացատրում էին, որ ինչքան էլ տեղափոխեն, այդ ինքան տոնաներով թղթագրություն է, որ ամեն ինչ չեն կարա տեղափոխեն։ Ասենք տանում են դրանց պատճենները Չէ, չկա, բայց այդ համակարգը այնպես է, որ
զեկուցումը որ տալիս է, այդ զեկուցումը մնում է այս մեկի մոտ, այս մեկը այդ զեկուցումների իման վրա մի հատ եզրակացություն զեկուցում անբար, սա մնում է ստեղ, որ վառում են այն վերևներին են վառում վերացնում, որտեղ ուղիղ գրած է Բաղդասարյան Ալբերտը KGB-ի շպիոն է։ Բայց Բաղդասարյան Ալբերտը KGB-ի շպիոնություն արել է, չէ՞, դերել է ինչ-որ մեկին, ինչ-որ բան ասել, այդ ռանք չի վերանում։ Ուզենալել չեն կարող, դա մենակ մի դեպքում կարան վերացնել։ Եթե բոլոր KGB-ի բաժինների բոլոր փաստաթղթերը վառեն։ Սկսած կենտրոնից մինչև ասենք էսի շրջանի Չէ, աշխատակիցների վկայությունը հենց վկայության վրա գնացիր բանը։ Ով Այդ ցանկությունն է, բայց կլերես կարող է պարզվի շատ կլերես, էլի, շատ հարազատ մարդկանց պետք է վառես։ Այն բանը այլ է, չէ, հաստատ այդ ռիլը կարճ, որ բանը սիմֆոնիկ համեր գա, դիրիժորով բալով, որ ասման նա վիխտ աշխատակիցների համար, մեկ էլ քիչ, վերջում դիրիժորը, չէ, պարողն է։ Բոլորն են այում, բան չկա գցում ասում են։ Հիմա այդպես է, եթե սովետի հենց էֆեկտը հենց դրանում է եղել, որ սարքելասաղին բան գործ տվող, ոնց էր կոչվում դրան լավ անուն կար։ Ստուկաչ։ Ապրես։ Ստուկաչ։ Բոլորին այդպիսի բաներ է սարքել։ Մեր Գերիան ինստիտուտում ինչ էինք։ Համալսարան ավարտած ժողովուրդ ենք։ Համալսարանում ամենակիչը վերբովկայանում ֆիզիկայի ֆակուլտետից, մաթեմատիկայի ֆակուլտետներից, որտեղ դրանք ուղեղ ունեցող անույս մարդիկ են։ Ամբողջ համալսարանի կիրառականում մի հատ Գարդիկ Իսագուլյանն է ընկած բանանեն, վերբովկանը։ Ամենաշատը որտեղ են բժշկական ինստիտուտ, իրավաբանական ֆակուլտետ, արևելագիտության ֆակուլտետ։ Ուրեմն այս բաներով դուք պատկերացնում եք ինչքան բան կա ցանց Հայաստանում ու հանկարծ որ փորձեք ֆիզիկապես դրանցից ազատվելով Հայաստանը մաքրեք Հայաստանի ժողովուրդը կմնա 20%։ Որակը Բա որ հիմա թուրքերի ագետներին վերացնեք այս քպեին վերնախավը պիտի վերանա։ որակը քանակը որակ երբեք չի դառնա։ Հա, չէ, ուզում եմ ասեմ, որ ոչ թե ճանապարհով է պետք գնալ այդ վառելու խոսքից գնաց վերացնելու, դրանց վերացնելու, այլ պետք է գնալ դրանց ազատագրելու։ Չէ, չեմ ասում ֆիզիկապես ոչ ասել, դիգու դասը։ Ֆիզիկապես ոչ, դա գլխից կրակել։ Լավ, ոսոր ձեր հարցերն անդրադարձին։ Հա, մեկ էլ Լավրովի մասին չասեցի, Ժորժ ջան, շատ բարդ խաղեր են գնում, ով որ կփորձի ինչ-որ տեսակետ արտահայտել, որը կհավակնի վերջնական ինչ-որ արդյունքի, չէ, դա կլինի իմ տրամաբանական վարժանքները, մտավարժանքները։ Այն խորը ինֆորմացիան են ինչը որ բերում աստեղ, այդտեղ պիտի դու հարցնես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, Ադրբեջան-Չինաստան հարաբերություններ, Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան, այս բոլորը մինչև չիմանաս, քո եզրակացությունը կլինի շատ մակերեսային, շատ պոպուլիստական, շատ ցույց տաս, որ դու մտածելու ունակ մարդ ես։ Հա, եթե նրանցից որը մեկը գալիս է Հայաստան, դա մեզ կարակ չի բերելու։ Այդ սկզբունքը։ Խնդրեմ։ Հա, մեկ հարց ունեմ։ Շարժման սկզբից ասեցիք, որ փորձառության պակաս կար, պետականաշինություն եւ այլն, ինչ որտեղ այդ ամեն ինչը նորմալ է։ Բայց ես այդ թվերին հիշում եմ, ասենք եւ ոչ միայն իմ մտքում, այլ գուցե շատերի մտքում հնչում էր Նախիջևան գաղափարը։ Ինչքան Նախիջևանի քաղաքական կարևորությունը ապագան Հայաստանի հետ կապված եւ այլն։ Հիմա հարցը սա է. արդյոք այդ շարժման այդ տարիներին, ինչքան որ դուք հիշում եք, Նախիջևանի գաղափարը ինչ որ առումով քննարկվել է թե չէ։ Սրա շուրջը ինչ որ գաղափարներ եւ այլն։ Որ շրջանակում նկատի ունեք քննարկման բանը Հայաստանում ամենուրեք քննարկվել է Նախիջևանի։ Ես նկատի ունեմ քաղաքական վերին էշելոններում, թեկուզ անձնական մակարդակներով քննարկում։ Այո, մի պահ կար, որ բանը Ադրբեջանը այնքան թույլ վիճակում էր, որ ասեմ, որ Նախիջևանը դատարկվում էր։
մեծ տեմպերով դատարկվում էր, Օրդուբադից, նանից դատարկվում էր։ Ես մի բան էլ բացեմ, մենք այնտեղ Զնաբերդ գյուղ կար, Ազնվաբերդ, Զնաբերդ էինք ասում, Սուրոն էինք Զնաբերդից, որը մեր տղերքին տարավ այդ գյուղը, սաման անցկացրեց, տարավ այդ գյուղը, ուսումնասիրեցին վիճակը եւ այլն, այսինքն քննարկումների մեջ փաստարկ որպես էլի, որ հեշտ է եւ այլն, տարբեր մակարդակներում քննարկել է, բայց որ ասենք պետական մակարդակով ոնց ասեմ, ասենք Լևոն Տեր-Պետրոսյան, Պողոս Պետրոս, ես էլ մասնակից եմ եղել, այդպես բանի ներկա չեմ եղել, բայց գիտեմ, որ շատ խմբեր կային, նույնիսկ ջոկատեր եւ այլն, որոնք այդ ինֆորմացիան տիրապետում էին Նախիջևանի վիճակի փախ։ Դեմ էին տալիս, որ պետք է անել այդ գործողությունը, որ ճնշումը Արցախից համ թուլացվի, տեղափոխվի, համ էլ ստրատեգիական առումով Նախիջևանը արժեքը։ Նույնիսկ ոմանք մի քիչ ցինիկաբար կհնչի, ցույց են տալիս, որ ստրատեգիական տեսակետից եթե ընտրություն դնեն Նախիջևանի եւ Արցախի մեջ, Նախիջևանը ավելի կարեւոր է։ Թուրքիայից սահման եւ այլն։ Կարող է իրանց մոտ ինչ-որտեղ քննարկվել է, բայց Աշոտ Մանուչարյանը էլի Չարաբաստիկ հիշեցի, որը ազգային անվտանգության գծով ավագ խորհրդական էր Լևոն Տեր-Պետրոսյանի։ Անձամբ ադբոյ տվել, ոչ միայն ադբոյ տվել, դեմ էր խոսում։ Եւ այն ժամանակ ինքնագործունեությունը շատ էր։ Դաշնակցության մեջ, ասենք, հստակ հրահանգով էր, չէ՞, կենկենի կամ չգիտեմ, ներկայացի հրահանգված բան էր, բայց շարժման մեջ այդպես չէր։ Մեկը իր համար Սասուցի Դավիթ էր ստեղծում, մեկը իր համար Հաբեր ստեղծում, մեկը իր համար ապարանցիների ջոկատեր ստեղծում, մյուսը գյումրեցիների Մերգելյան ամենաանկախ ջոկատը, որ որևէ մեկի հրամանին չի ենթարկվել կյանքում։ Մենք ինչ որոշում էինք ենք անում, գտնում ենք շուխնուխ պետպաշտպան, գնում ենք շուխնուխ ենք պաշտպան, ինչքան էլ չուզեին։ Աշոտ Մանուչարյանը, որը պետական պաշտոնյա, ասենք, կարող եմ իր անունը տալ, որ ինքը կոնկրետ այդ հանդիպումներում, որ գնում էին անպայման ինչ-որտեղ հովանավոր գտնելու այդ գործանալու, ինքնագլուխ չեն գնա հարձակվել Նախիջևանի վրա, մեկ էլ երկրի ֆորմալ եւ ոչ ֆորմալ առաջնորդները դատապարտ են քեզ այդ գործը։ Այսինքն դու վնաս ես տալիս Հայաստանին։ Դու չես ուզենա, դու գնում ես այդ մարդկանց մոտ, ինչ որ մարդկանցից դաբրո ստանալու, փոխհասկացություն գտնելու։ Ես գիտեմ, որ Աշոտ Մանուչարյանը մտով գնացել է հակառակն արել։ Այսինքն թույլ չի տվել այդ քայլը անելու։ Այդ թեմայով չեմ ուզում խոսալ, որ Նախիջևանը, եթե այդ հարցը բարձրացնենք, բան պատմությունը եթեներ չի սիրում, կարող ենք տեսական մտավարժանքներ անել, չենք արել։ Ոնց որ պետությունից չենք հասկացել, նաև ստրատեգիական քաղաքականությունից չենք հասկացել։ Այն որ կարճ հայրենասիրություն լուծելով բանել արտահանել մերն բան, Նախիջևանն էլ բանել գրավենք, այդքանից ավել ոնց որ գուցե քչերի մոտ հասու է եղել, բայց ասպարեզ չեն անել, որ ես էլ կարդայի կամ լսեի, համոզվեի, որ իհարկե ես կողմնակիցների մեջ եմ եղել, մեր մոտ էլ մեր խմբում էլ կար Աղասի Մանուկյան, որի այն ասма ձյուկներ էր, էլի ամենտեղ, որ նստում էր Նախիջևանի ինֆորմացիան էր տալիս, որ պետք է եւ այլ, բայց չի եղել են ինչ որ եղել է։ Եվ ավելին ասեմ, մի հատ տհաճ լսելու համար բան ասեմ, ինչքան պետությունը թուլանում է, ինչքան մեր պետությունը անկախությունից զրկվում է, ինչքան թուլանում է, այնքան իմաստազրկվում են, ես ուզում եմ մտածեմ բառերը ճիշտ ընտրեմ, էլի, իմաստազրկվում են այդպես բաները այսօրվա համար դնենք, դարձնենք առօրյական անենք այդ գիծը, երկու պատճառով։ Մեկը, մեր հայ ժողովուրդը Ղարաբաղի պարտությունից հետո վախեցած է, պատերազմ չի ուզում, պատրաստ ամեն ինչ անձնի, մեծ մասը հայ ժողովուրդը ասելով ամեն մեկը սպեր վրա չվերստենք, բայց մեծամասնության մեջ են, որ գրման Նիկոլա ընտրում։ Հիմա քչացել են թվում է, բայց այդ քչին էլ իրանք այնպես կմատուցեն, այդ պրոպագանդան այնպես շատացված կմատուցեն մեկը հազարի, որ թվա թե սաղազն է այդպեսին, հետո որ այդ մեկը հազարի ձեներն էլ որ ձայն են տալու
սրան կամ նրան, մեր նմանն ասում են դե ազգայս էլ ինչ անենք, ասես փչացած եւ այլն։ Այդ պատճառով ասենք եւ երկրորդ պատճառը, որ հենց այդ թեմայով հենց խոսացիր, ուրեմն ժողովրդից ոնց որ Արիթալ Լումբերժես լիքը արևմտամետներ եւ այլն կռիվես ուզում, բգնել Ղարաբաղում կռվեիր, Ղարաբաղը պահեիք, տղայիք պահեիք, այդ ինչ նախջվանց եւ այլն, այդ թեմայով քեզ օտարելու են ժողովրդից, հեռացնելու են, եւ երկրորդը ոնց որ այս աշխարհի քաղաքականությունն ունեցած զարգում, ասեք թե պատկերացնես, ես այդպես բաներ խոսամ, որ հիմա հենց հայրենասիրական ու Նիկոլ Փաշինյան տեն մեկով է դի։ Մենք ուզում ենք խաղաղության դարաշրջան, հարևանների հետ խաղաղություն բան, իսկ դրաս լայի։ Են վիսոնեն Հայաստանից պրծան հիմա Հական Նախիջևանի ջանին, վաղը մյուսօրը Վրաստան, Գարդմանք, էս են սրանք, են փոքր խումբն է, որը ամեն ազգի մեջ կա, ամեն տեղ կա, որոնց Ալիևի հետ պայմանագիր պետք է կնքենք, որոնց պետք է ոչնչացնենք։ Կա չէ՞ տես նախագիծ Ալիևի պահանջների մեջ այդպիսի կետ կա։ Բայց սրա հակառակը չի նշանակում, որ ընդհանրապես պետք է չխոսել, թաղել, իրանց ուզածը անել։ Այսինքն առաջի կետ չդնելով մարդկանց մեջ վառ պահել, ոնց որ 70 տարի Արցախի խնդիրը մարդկանց մեջ վառեր ու 88 թվականին մի հատ կայծ եղավ ու կրակի նման բռնեկվեց ազգը ու հզոր էր։ Խելքել ունենայինք, հիմա Նախիջևանի մասին չէինք խոսում, ուրիշ բաների մասին խոսայինք արդեն։ Այսինքն այդ կրակը պետք է պահել, վստահ լինելով, որ աշխարհում կգա ժամանակ, ու ցավոք սրտի Հայաստանի բանը առաջ կախված էր Ռուսաստանի քանդվելուց Սովետի, հիմա նաև Թուրքիայի, բայց այդ երկու վեկտորներ գնում է, Թուրքիայի ռուսական վեկտորը իրար հետ են գնում։ Հիմա նորից իրար հետ լեզու կգտնենք, կբաժանեն, մենք ոտի տակ կգնանք, չգիտեմ, թե իսկապես վեկտորը կգնա քայքայման, ու մեզ պատմական առիթ կլինի, բայց մեր սրտի մեջ դա պետք է լինի, իսկ եթե սրտի մեջ ոչ պետք է լինի, որ դու կրակը բարձրացնես, կրակ տա։ Այսինքն տարածելով, այդ մասին խոսելով, այդ մասին տեղ հասցնելով, բայց ավելի շատ զգուշ, քան թե կարաս պոպուլիստական հերոս ձևանաս, որ ես այս ձևի տղա եմ, կարաս նպատակ դնես, որ կրակը այնքան տաքացնես, որ այն ժամանակը, որ կգա Թրամպը կքանդի Ամերիկան, Ռուսաստանը, որովհետև անկանոն շարժումներ, երբ որ փիղ անում է, այն մյուս կենտրոնները ոտերի տակ կարող է բան անեն։ Իսկ հիմա Թրամպը անկանոն շարժումներ անում, այդ տակ Թուրքիան կգնա Ռուսաստան, թե Իսրայելը, թե ով, ելով։ Բայց եթե մենք խելք չհավաքենք, մենք նախ գնացող ենք բոլոր դեպքերում։ Այսքան է։ Հարց կար Գորգյան, արդեն ժամանակի խնդիր է, էլի, վերջի հարցը տանք ու ավարտենք։ Արդյոք լուծումը ինչու՞ն է։ Խոսափողով։ Պարոն Բաղդասարյան։ Այդ 92 թվականին, որ կորցրել ենք այդ հնարավորությունը անկախ պետություն ունենալու, հիմա արդյոք ունենք եւ ինչու մեկ լուծումը տեսնում։ Շնորհակալություն։ Հիմա շանս կա։ Շանսը կախված է Ուկրաինայի պատերազմի, Ռուսաստանի, Թուրքիայի դերերից ու բանից։ Ընդ որում Թուրքիայինը շատ ավելի հետաքրքիր քան Ռուսաստանը, Ռուսաստանը միարժեք, եթե պարտվեց ու քայքայվեց, Հայաստանի շանսը մեծանում է։ Թուրքիայի հարցը մի քիչ ուրիշ է, որ Եվրոպան քանի որ թույլ է առանց Ամերիկայի ու ձեռքամեկնել Թուրքիային, հիմա փոխվել է, էլի մի քիչ վիճակը։ Թուրքիան էլ բնականաբար ընտարաշ քայլեր անում Եվրոպային, իսկ դա չի ենթադրում Հայաստանի վերացում։ Հակառակը Թուրքիա-Ադրբեջան սրացում, այսինքն բարդ զարգացումներ են սպասվում։ Ինչպես կզարգանան, դա մեզ շանս կտա, թե չէ 92 թվի հետ համեմատել չեմ կարող։ 92 թվականին ամբողջ աշխարհն էր փոխվում։ Սովետի նման հսկական Տիտանիկը կործանվում էր։ Էպսի բան, մեկ էլ կլինի, երբ որ Ռուսաստանը սկսի քայքայվել, Չեչնիա, Դաղստան, то չգիտեմ ինչ, այսը սկսվել է, բայց այն ժամանակ արդեն դա եւ տնտեսական կոլապսը, բանակը չէին կարողանում պահել։ Դեռ այդ կարգի չի։ Դեռ այդ կարգի չի։ Դեռ դրելա Տրամպի նման բան ավ է կարող,
Հա, տալիս եմ այս ինչը վերցնում Չէ, հրթիռը։ ուզում ասեմ, այս լիճը Բայց իր խնդիրը այնա որ կարող է իր խնդիրը լուծի։ Սովետը էլ չէր կարող լուծեր։ Սովետը տանկերը բերել էր Բաղրամյան փողոցի վրա գրողների միության դեմը։ Վիլնյուսից առաջ, Թիֆլիսից առաջ, Բաքվից առաջ։ Մենք Լենինի գրքերով, հատորներով մի 100 հոգով դեմը փակեցինք, լավ էլ հիշում ես։ Բայց ինչի չարեցին։ Որովհետև աշխարհը Գորբաչովը ստանալիքի ակնկալիք ուներ աշխարհից։ Ֆինանսական, տնտեսական, սննդի ընդհանուր մինչև։ Իսկ Ռուսաստանը չունի հիմա այդ վիճակը։ Ռուսաստանը գնում է այդ ուղղությամբ, որ հասնի դրան։ Բայց զարգացումները այնքան բարդ են ու բազմաբովանդակ, որ ես չեմ կարող, ասենք իմ վրա վերցնեմ, ոնց որ Լավրովի գալուն չեմ կարող գնահատական տալ, այնպես էլ է զարգացումը։ Բայց գնում են բանին, որ շանս առաջանա։ Այդ շանսը օգտագործելու համար մեզ պետություն ու պետականակերտ ժողովուրդ է պետք։ Եթե այս երկուսը չունեցանք, 92 թվին այն ափսեի մեջ, այն գալուբոյ կայեմկայ բերեն դնեն մեր դեմը, մենք ստանանք Լևոն, Սերժ, Ռոբերտ, Նիկոլ։ Սա է ասածս։ Ավարտենք։ Ես շնորհակալ եմ, կներեք, եթե երկարաբանեցի։ Վարուժան Ավետիսյանի գիտենք սիրում ուզում տրադիցիոն նվիրում ենք մեր բանախոսների։ Ես շատ շնորհակալ եմ։